Ունենք հրաշալի հյուրեր մեր Մասիս քաղաքի կյանքի խոսք եկեղեցու Հովիվ Էդիկը Անժելան մեզ այսօր Աստծո խոսքով կծառայեն։ Հովիվ Էդիկը իմ լավ ընկերներից է, երկար տարիներ ճանաչում ենք, գիտենք, իրար հետ միասին ծառայում ենք։ Այդպես է թե չէ, Հովիվ Էդիկ, փառք Տիրոջը։ Հովիվ Էդիկը նաև շատ լավ ուսուցիչ, բացի այն, որ Հովիվան, նա նաև Աստվածաշնչյան դպրոցի ուսուցիչ է երկար տարիներ։ Նենց որ այսօր ես հավատում եմ, որ օրհնված ես լինելու, ուղղակի խնդրի, թող Տերը քո սիրտը բացի, որ դու լսես։ Եվ Անժելան ծառայելու է նաև Զոհի խոսքով։ Ամեն։ Տերը ձեզ շատ օրհնի։ Եկեք գոհությամբ սկսենք մեր ծառայությունը։ Օրհնված օրենք ունենալու, օրհնված ծառայություն Հիսուս Քրիստոսի անունով։ Փառավոր Հայր, գոհանում ենք քեզանից այսօրվա օրվա համար։ Խոնարհվում ենք քո առաջ եւ ասում ենք քեզ շնորհակալություն։ Շնորհակալություն քո ողորմության եւ քո սիրո համար, քո որդու եւ մեր Տեր Քրիստոսի համար։ Գոհանում ենք քեզանից քո Սուրբ Հոգու համար, որ քո հոգին դրել ես քո ժողովրդի մեջ որպես գրավ փրկության օրվա համար։ Գոհանում ենք քեզանից Տեր ամեն բանի համար ու ամեն բանի մեջ այսօր ասում ենք գոհություն, փառք ու պատիվ քեզ։ Եվ այսօր նորից քո խորանի մեջ գոհության պատարագներ պիտի մատուցանենք։ Երգենք եւ սաղմոս ասենք քո Սուրբ անունին եւ հավատում ենք, որ դու էլ մեր գլուխները բարձրացնելու ես մեր թշնամիների վրա, որ մեր 4 կողմովը կան։ Հավատում ենք, որ այսօր մեր գլուխը նորից քո ժողովրդի գլուխը օծելու ես յուղով եւ քո ժողովրդի համար սեղան ես պատրաստել իրենց թշնամիների առաջ։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Տեր օրհնի ձեզ։ Դու պատրաստ ես այսօր փառաբանել Տիրոջ անունը, ամեն։ Դու պատրաստ ես նրա երկրպագելու մեր ծառել։ Ողջ փառքին միայն նա է արժանի։ Հալելույա։ Չկարող
Այսօրքի զորավարը դու ես Հիսուս Այսօրքի զորավարը Հիսուսն է Մենք հետևում ենք իրեն Թշնամի չի կարող դիմադրել Այսօրքի զորավարը Հիսուսն է Մենք հետևում ենք իրեն Թշնամի չի կարող Շրջեցում է Մեսիայի ջոկան, հաղթության բանալին զորեցնում է, մի դաշավ է կեր, խոստացված երկիրը։ Շրջեցում է Մեսիայի ջոկան, հաղթության բանալին զորեցնում է, մի դաշավ է կեր, խոստացված երկիրը։ Որովհետև դու ես մեր Տերը Հիսուս, փառք ես իմ Տեր, մենք ցնծում ենք Տերերի Տիրոջ, արքաների արքայի առջև, հալելույա հրաշալի Աստված հզոր Սուրբ հոգով է լցրել մեր կյանքը որ ամբողջ երկրի վրա հռչակենք նրա խոսքը ու կամքը Աստված հզոր Սուրբ հոգով է լցրել մեր կյանքը որ ամբողջ երկրի վրա հռչակենք նրա խոսքը ու կամքը Նա Աստվածն է մեր, իսկ մենք Աստծո ժողովուրդը, որդեր և ոցեր է մեզ, որ
Արտիվն ու մեծ արանքը Տեր միայն քոնն են իմ Տեր։ Հալելույա Հիսուս։ Օ Սուրբ Աստված ես դու Հիսուս։ Օ Հիսուս։ Մենք կոչում ենք քեզ իմ Տեր։ Մենք խնդրում ենք Հիսուս, որ այս վայրը լցնես քո լիությունով իմ Տեր։ Մեր սրտի փափագն ես դու Հիսուս։ Դու մեր ամենն ես Հիսուս։ Հիսուս կանչում ենք քեզ իմ Տեր։ Հալելույա Տեր։ Yeshua
Էլի հայր, շնորհակալություն ենք հայտնում այս հրաշալի օրվա համար։ Փառք ենք տալիս քեզ եւ մեծարում ենք քո սուրբ անունը։ Գոհանում ենք Տեր ամեն բանի համար։ Շնորհակալ ենք Տեր այս կիրակի համար։ Շնորհակալ ենք, որ ողջ առողջ կանգնած ենք, որ քնել ենք ու զարթնել ենք, շնչում ու արտաշնչում ենք։ Սիրելի հայր, շնորհակալ ենք։ Քո անունը մեծ է, քո անունը բարձր է ամեն անուններից։ Շնորհակալ ենք ամեն բանի համար, Տեր։ Շնորհակալ ենք հավիտենական կյանքի համար։ Շնորհակալ ենք, որ մեզ ընտրել ես ու մեր անունները գրել ես կյանքի գրքում։ Շնորհակալ ենք, Տեր, ու խնդրում ենք, որ այսօրվա ծառայությունը օրհնված լինի։ Խնդրում ենք քո Սուրբ Հոգու ներկայությունը այստեղ։ Քո հպումն ենք խնդրում, Հայր ջան։ Թող ոչ մեկ հենց այնպես չգնա այստեղից, նորոգված, բժշկված, վերականգնված գնա։ Ու թող այսօրվա խոսքը մխրճվի մեր սրտերում ու պտուղ բերի մեր կյանքում, որ մենք կիրառող լինենք, կատարող լինենք, Տեր ջան։ Ու թող չարի ծրագրերը խափանված լինեն յուրաքանչյուրիս կյանքում։ Հալելույա, Տեր ջան։ Փառք քեզ, Տեր, ամեն բանի համար։ Շնորհակալ ենք այնի, որ ինչ որ ունենք, ինչ որ ունեցել ենք, ինչ որ ունենք ու դեռ ունենալու ենք։ Հալելույա, իմ արքա, ամեն։ Եվ եկեք կարիքների համար էլ աղոթենք։ Սիրելի Հայր, մենք բերում ենք այս կարիքները, որ այս թղթապանակի մեջ գրված դրված են։ Լինի դա բժշկություն, լինի դա բաժանություն, լինի դա հոգս, լինի դա անհաշտություն, ցանկացած վատ ինչ-որ իրավիճակ, մենք բերում ենք քո առջև, ուզում ենք մանուկների պես հավատք ունենալ ու հավատալ, որ քո խոսքն է ասում, ինչ որ իմ անունով խնդրեք կտրվի ձեզ։ Մենք հռչակում ենք Հիսուսի անունը այս կարիքների վրա։ Քո հպումը, քո զորությունը, Տեր ջան, թող այս մարդիկ գան ու վկայեն, որ այս ինչ օրը աղոթել ենք միաբան ու ստացել ենք պատասխանը։ Թող չարի ծրագրերը խափանված լինեն այս մարդկանց կյանքերում։ Հիսուսի անունով, ամեն։ Կարող եք նստել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հովիվ Պավելին, որ հերթական անգամ հնարավորություն է ինձ ընծայվել ձեզ նվիրատվության խոսքով կիսվել։ Այսօրվա խոսքը վերնագրել եմ այսպես՝ պատվական զոհ։ Խոսքս լինելու է շեշտը, լինելու է պատվական ստացվածքի, պատվական քարի մասին։ Ու էսա, որ կարդամ հիմա, Աստծո խոսքով կհիմնավորեմ այս խոսքերը։ Միջև այդ խոսքին հասնելը ուզում եմ կարդամ Առակաց 24:3-ը։ Տունը կշինվի իմաստությունով եւ հանճարով կհաստատվի։ Իմաստություն ու հանճար կա, որ դու այսօր այստեղ նստած ես ու մասնակցում ես ծառայություններին, Տիրոջ տան գործերին, կառուցում ես ու այդ թվում ժամանակ քո տունն էլ է շինվում, քո հոգսերն էլ է փոխվում, ամեն բան դեպի բարին է գնում։ Առակաց 24:4-ը գիտությունով կլցվեն շտեմարանները եւ կստացվեն ամեն պատվական ստացվածք եւ վայելչություն։ Այստեղ ես իմ մոտ ընդգծել եմ պատվական ստացվածք եւ վայելչություն։ Այնքան կարեւոր է, որ մենք ունենանք պատվական ստացվածք եւ վայելենք հետո այդ պատվական ստացվածքը։ Երբ ունես Աստծուն եւ Աստվածային գիտությունը, կլցվեն քո շտեմարանները, նաև հոգևոր շտեմարանները եւ կստացվի ամեն պատվական ստացվածք եւ վայելչություն։ Հետո էլ կվայելես այդ պատվական ստացվածքը։ Օրինակ, պատվական օրհնված ստացվածքը դու օրհնված վայելում ես, չէ՞, քո աշխատածը, քո Աստծո օրհնությունով ստացվածը։ Իսկ հարամ բանը եկեք համաձայնվենք, որ չես վայելում։ Ու պատվական ուզում եմ ասեմ, որ նշանակում է թանկարժեք, հազվագյուտ, հիասքանչ, ընտիր։ Դա է նշանակում։ Առակաց 24:10-ը, եթե նեղության օրը թուլացար, ուժդ նեղ կլինի։ Նեղության օրերին չպետք է թուլանալ, որ ուժդ նեղ չլինի, այսինքն չպակասի։ Օրինակ Հովսեփի կյանքում մենք տեսնում ենք, որ չդադարեց Աստծուն ապավինել։ Այսինքն նեղության ժամանակ չդադարեց ծառայել, ցանել, հավատարի մնալ եկեղեցուն, նաև ընտանիքում, հավատարիմ լինել տասանորդի մեջ, զոհաբերության մեջ,
Օրինակ մեր կյանքում շատ նեղ օրեր են եղել մեր ընտանիքում։ Ես մի օր հիշում եմ, որ անգամ այնքան նեղված էի, որ տենց գնացել էի խմբակ, բայց շատ օրհնված վերադարձել էի։ Առակաց 10:22-ը Տիրոջ օրհնությունն է հարստացնում եւ չարչարվելը մի բան չի ավելացնում։ Եկեք համաձայնվենք, որ իրոք տենց է, այսինքն եթե առավոտից իրիկուն աշխատում ես ու ջանք ես գործադրում, հոգնում ես, բայց եթե չկա Տերը քո կյանքում եւ նրա օրհնությունը, չես կարող լինել օրհնված։ Օրինակ Ադամի կյանքում մենք տեսնում ենք, որ իր քրտինքով պետքա վաստակեր եւ ապրեր։ Աստծո խոսքի մեջ է տենց գրված։ Իսկ օրինակ Աբ รา համի կյանքը նախիստ շատ հարուստ էր եւ Տիրոջ օրհնությունը մենք տեսնում ենք նրա կյանքում։ Ու չեմ ուզում անուններ տալ, բայց մեր եղբոր կյանքից եմ ուզում վկայել, որ մի օր սենց արտահայտություն արեց, ասեց Հովիվ ջան, ես այնքան փող եմ հիմա ստանում, ես չեմ ասում, որ բոլորիդ կյանքում տենց պետքա լինի, բայց այդ եղբայրը տենց վկայություն արեց ու ես հասկացա, որ ինքը իրոք օրհնված է։ Ասեց Հովիվ ջան, ես հիմա այնքան եմ վճարվում, որ ես բան չեմ անում գործի տեղը, իմ համար հանգիստ ջանք չեմ գործադրում, որ հոգնեմ, բայց ես գերոք օրհնված եմ։ Այդտեղ ես տեսա այդ մարդու կյանքում, որ Աստված օրհնել է իրան, Աստծո օրհնությունը կա իր կյանքում, որովհետև չափից ավել է ինքը վճարվում իր ասելով, բայց օրհնված է, որովհետև տասանորդի եւ զոհաբերության մեջ ինքը հավատարիմ է։ Առակաց 17:8 Ընծան պատվական քար է ունեցողի համար, ուր որ էլ դառնա հաջողվում է։ Եվ շեշտս այս խոսքի վրա է, որ այս վերջերս տենց նկատեցի այս խոսքը, որ ասում է ընծան պատվական քար է, այսինքն քո ընծան պատվական քար է, ընտիր է համարում Տերը։ Չգիտեմ, ադամանդ է համարում, պատվական քար է համարվում քո ընծան, երբ որ դու Տիրոջ տան մեջ ցանում ես։ Ու ասում է ուր էլ որ դառնա հաջողվում է։ Հասկանում եք, դուք Տիրոջ տան մեջ որ ծառայություն եք անում, ցանում եք, ձեր այս շենքից որ դուրս եք գալի, ինչ որ անեք, հաջողվելու է։ Օրինակ Աբ รา համի կյանքում մենք տեսնում ենք, որ սկսած իր որդուն զոհաբերելուց եւ առհասարակ ընծայող էր ինքը, զոհաբերող էր, այսինքն պատվական քար ունեցող էր ինքը, եւ Աբ รา համը ուր էլ որ դառնար, Աստծո խոսքն է տենց ասում, ինքը հաջողված էր, հաջողվում էր։ Եվ նույնը Հակոբի կյանքում մենք տեսնում, որ հաջողվում էր, Աստված օրհնում էր Հակոբին։ Եվ ավարտում եմ խոսքս, որ այսօր դու ընծայում ես, թող քո ընծան պատվական քար լինի, քարի նման լինի։ Եվ նաև ուզում եմ օրինակ բերել այն կնոջը, որ պատվական զոհ արեց, թանկ յուղ զոհաբերեց Հիսուսի ոտքերին թափելով ու քննադատության արժանացավ այդ կինը, բայց վերջում մենք տեսնում ենք, որ ինքը փրկվեց այդ կինը, բայց պատվական զոհ էր դա այն ժամանակ։ Ես հիմա չեմ կարող հաշվարկներով ասել, այդ տենց հարցերում էջիկնա լավ, բայց այդ յուղը բավականին թանկ էր այն ժամանակ։ Եվ առհասարակ քո կյանքով ապացուցիր, որ դու պատվական ես ապրում եւ փառավորիր Տիրոջը։ Եվ ուզում եմ մեր կյանքից էլ վկայեմ, որ այս ապաշխարության օրվանից մինչև առ այսօր մենք ունեցել ենք դժվար տարիներ, ամուսնուս խոսքերով ասեմ, որ ամուսնացել ենք, անգամ սեփական կատու էլ չենք ունեցել, բայց հիմա փառք Աստծո, օրհնված ենք ամեն բնագավառներով։ Նաև ուզում եմ վկայեմ, որ մենք ընդհանրապես պարզ չունենք։ Աստված իրոք օրհնել է մեզ, բայց եղել է ժամանակ, որ ունեցել ենք։ Ոնց չվկայեմ, որ չունենք։ Փառք Տիրոջը։ Ու Տերը առատորեն օրհնի ձեզ, այնքան օրհնի, որ տեղ չլինի։ Եղեք օրհնված։
քո սուրբ թող լինի կյանքը իմ և շուրջս ամենը Տեր քո ամուր ձեռքերում ես պահում Հայր մեր որ երկնքում անունը քո սուրբ թող լինի կյանքը իմ և շուրջս ամենը Տեր քո ամուր ձեռքերում ես պահում դու ծածկում ես քո սրում խորհուրդները քո գլխին ով քո ցավը կտեսնի պատմության համար քո խաչի մահովի Տեր փրկեցի մեզ կորստից և գալիս է շատ շուտով արքայությունը քո և թող քո կամքը լինի և թող քո փառքը լինի և զորությունը լինի աշխարհում հավերժ Տեր ես կանեմ ինչ կասես Տեր կքայլեմ ուր կուզես և կխոսեմ ինչ կասես որ քո կամքը ես կատարեմ և թող քո կամքը լինի և թող քո փառքը լինի և զորությունը լինի աշխարհում հավերժ Տեր ես կանեմ ինչ կասես Տեր կքայլեմ ուր կուզես և կխոսեմ ինչ կասես որ քո կամքը ես կատարեմ և հաճի դու կապած ես Տեր Աստված ձայնը քո բարձրացրի ինձ համար չեմ լռի կպատմեմ քո սիրո մասին Փառք կտամ քեզ ինքներ անդառնալ Երբ հաճի դու կապած ես Տեր Աստված ձայնը քո բարձրացրի ինձ համար չեմ լռի կպատմեմ քո սիրո մասին Փառք կտամ քեզ ինքներ անդառնալ Դու ծածկում ես քո սրտում խորհուրդները քո գլխին ով քո ցավը կտեսնի պատմության համար քո խաչի մահովի Տեր փրկեցի մեզ կորստից և գալիս է շատ շուտով արքայությունը քո և թող քո կամքը լինի և թող քո փառքը լինի և զորությունը լինի աշխարհում հավերժ Տեր ես կանեմ ինչ կասես Տեր կքայլեմ ուր կուզես և կխոսեմ ինչ կասես որ քո կամքը ես կատարեմ և թող քո կամքը լինի և թող քո փառքը լինի և զորությունը լինի աշխարհում հավերժ Տեր ես կանեմ ինչ կասես Տեր կքայլեմ ուր կուզես և կխոսեմ ինչ կասես որ քո կամքը ես կատարեմ և թող քո կամքը լինի և թող քո փառքը լինի և զորությունը լինի աշխարհում հավերժ Տեր ես կանեմ ինչ կասես Տեր կքայլեմ ուր կուզես և
Շնորհակալ ենք սիրելի Տեր։ Թանկագին Սուրբ Հոգի, մենք բոլորս հանձնվում ենք քո տրամադրությանը, քո հայեցողությանը։ Հանձնվում ենք քո Սուրբ ձեռքերի մեջ եւ խնդրում ենք, որ դու այսօր օրհնես մեզ եւ ուսուցանես մեզ։ Շնորհակալ ենք մեր Հայր, որ հերթական անգամ հնարավորություն ունենք փառավորելու քեզ։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս, մեր Աստված, մեր Փրկիչ, մեր ավագ եղբայր, որ մեզ դարձրել ես քո մարմնի մի մասնիկը, որ մեզանից կազմել ես քո սեփական ժողովուրդը, քո սուրբ եւ մեծ անունը բարձրացնելու եւ փառավորելու նպատակով։ Օրհնված ենք Տեր, որ կոչվում ենք քո սեփական ժողովուրդը։ Թանկագին Սուրբ Հոգի, օգնիր մեզ ապրել այնպես, որ մեր ամեն մի օրը փառավորի քեզ, սիրելի Տեր։ Շնորհակալ ենք, մեր Հայր, մեր Աստված, փառավորվես քո սուրբերի ժողովքի մեջ, այսօր եւ ամեն օր, ամեն ժամանակ, Տեր Հիսուսի զորավոր անունով եւ բոլորս ասենք ամեն։ Փառք մեր Աստծուն, ջերմ ծափահարենք Տիրոջը, սիրելիներ։ Նա արժանի է ընդունելու ամբողջ փառքն ու պատիվը։ Հալելույա, փառք Տեր Հիսուսին։ Փառք Տիրոջը ամեն ժամանակ։ Ամեն։ Շնորհակալ ենք մեր Աստծուն, շնորհակալ ենք սիրելիներ փառաբանության խմբին, շատ շնորհակալություն։ Իրականում հրաշալի է, Տիրոջ ներկայությունը շատ լավ է։ Բարի գալուստ եկեղեցի։ Փառք Աստծուն, դու կարող եք տեղավորվել Տիրոջ քաղցր ներկայության մեջ։ Գիտեք չէ, որ մենք չենք գալիս եկեղեցի, մենք հենց եկեղեցին ենք։ Մենք որ տանը քնած ենք, էլի եկեղեցին ենք։ Մենք ուղղակի մեկտեղ հավաքվում ենք։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ասեմ, որ նախ շնորհակալ եմ մեր շատ սիրելիներին, Հովիվ Պավելին, իր սիրելի կնոջ հետ միասին, Կարինե Քույրիկի հետ միասին շնորհակալ ենք եւ շնորհակալ ենք ձեզ բոլորից սիրելիներ, սիրելի ժողովուրդ, թանկագիններ։ Դուք Աստծո աչքի բիբի պես թանկ մարդիկ եք Տիրոջ համար եւ շնորհակալ ենք, որ ռեսուրսներ եք ծախսել, ժամանակ, ֆինանս եւ այլն եւ եկել եք մեզ լսելու, մեզանից լսելու Աստծո խոսքը։ Փառք Աստծուն այս հնարավորության համար։ Ամեն։ Ես հավատում եմ, որ երկուստեք օրհնված ենք լինելու, որովհետև մեզ օրհնողը Տիրոջ Սուրբ խոսքն է, Աստվածաշունչը, Աստծո Սուրբ խոսքը եւ Աստծո Հոգին, որոնք միշտ երկուսը ներդաշնակ գործում են։ Ամեն։ Այնպես որ շատ շնորհակալություն սիրելիներ եւ ասեմ, որ Հովիվ Պավելը, երբ որ ասում էր, որ ինքը գերազանցիկ չի եղել, ես էլ գերազանցիկ եմ եղել, բայց հավասարապես առհասարակ ոչ մի նշանակություն չունի, որովհետև մեկը Աստծո շնորհքով ենք ծառայում։ Հալելույա։ Լավ է, որ կա ինչ-որ տվյալների բազա, գերազանցիկություն, նույնիսկ լավ, թեկուզ եւ այդպես ասում, մեր սիրելի եղբայրը Հովիվը գերազանցիկ եղած մարդուն էլ շնորհքը անհրաժեշտ է, որ իր գերազանցիկության վրա հույս չդնի, որ Աստծո շնորհքը ոչ մի բանով չփոխարինի։ Ու առհասարակ միշտ ամեն ինչի համար անհրաժեշտ է Տիրոջ շնորհքը, առանց որի ոչ մի ծառայություն չկա։ Եվ Սուրբ Հոգու թանկագին ներկայությունը, առանց որի ամեն բան անիմաստ է։ Ամեն սիրելիներ, այնպես որ փառք Աստծուն ամեն ինչի համար։ Եվ անցնելով խոսքին ասեմ, որ վերնագրել եմ այսպես ամենաանտեսվածը, այսպես մի քիչ վախենալու վերնագիր եմ դրել, այնպես չի, որ ձեր սրտերի նուրբ լարերին ուզում եմ խաղամ, ուղղակի այդպես Գաղատացիս 5-րդ գլխից մի հատված կկարդանք, 22-23 շատ հայտնի խոսքերը, բայց հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն կամ զսպվածություն կամ ինքնատիրապետում, ավելի ճիշտ է, այդպես կարելի է ասել, այսպիսիների դեմ օրենք չկա, Աստծո խոսքը ասում է։ Դուք նկատել եք, որ Սուրբ Հոգու պտուղի մեջ, այս բոլոր բաղադրիչների մեջ ամենաանտեսվածը որն է։
ես որ ասել եմ ամենաանտեսվածը, որ վերնագրել եմ, դա մարդու մասին չի խոսքը։ Դա այսօր խոսելու ենք մի հետաքրքիր բարեպաշտ որակի մասին եւ ամենաանտեսվածը ուղղակի դա նկատի ունեմ։ Գիտեք, այս բոլոր բաները, որ թվարկեցինք, ոնց որ ամեն ինչ լավ է, ուզում են մարդիկ ունենալ, բայց նկատել եք, կռահում եք, որ նա։ Ես նկատել եմ, որ կա մի որակ այս 9 բաղադրիչների մեջ, որ ամենաանտեսվածն է, նույնիսկ երբեմն վիրավորական է համարվում դա ունենալը։ Այդպես վատ երանգով են խոսում դրա մասին։ Խոսքս հեզության մասին է։ Մանավանդ հայ տղամարդու ավանդական կերպարի հետ, այն որ ընդունված է, ոչ թե որ Աստծո խոսքն է ցույց տալիս, այլ այն որ մենք գիտենք մեր պատկերացումների մեջ չի բռնում։ Ոնց կարա հայ տղամարդը, ես Փարսադանի տղա Մուրադը լինի հեզ, բայց որ Աստծո խոսքը կարդաս, Տեր Հիսուսը ասում է, ես հեզ եմ։ Աշխարհի երբևէ ապրած ուժեղագույն տղամարդը, հալելույա, եւ ուժեղագույն մարդը, որի մեջ բնակվում է աստվածության ամբողջ լիությունը, խոսքն է ասում է ես հեզ եմ, լսեք, եւ սրտով խոնար, լավ, եւ շարունակում է։ Գիտեք, խոսքը սրա մասին է եւ ես նկատել եմ, որ շատ անարգվում է այս հեզությունը, շատ անտեսված է, բայց այսօր ուզում եմ ձեզ ցույց տալ ինչ հզոր զենք է ու ինչ հզոր գործիք է, որ Տերը տվել է մեզ։ Եվ հավատում եմ, որ եթե մեր մեջ էլ կար թեկուզ նշույլ այսպիսի վերաբերմունք, դա արմատից կկտրվի, կվերանա մեր ներսից, լավ, որովհետև հեզությունը դա զորություն է, ոչ թե տկարություն։ Իրականում եւ հզոր զենք է։ Տեսեք, բնագրում օգտագործված բառը հեզության համար նշանակում է նաև հեզություն, իհարկե, հանգստություն, զսպվածություն, փափկություն, քնքշություն, մեղմություն։ Դրա համար եմ ասում, ես վերջի մի քանիսը ընդհանրապես ոնց որ մեր պատկերացումների հետ, տղամարդու հետ մանավանդ այդքան էլ չի համընկնում, բայց եկեք նայենք Աստծո խոսքը, սիրելիներ։ Սաղմոս 25-ի մեջ 8-9 խոսքերը։ Հետաքրքիր բան է ասում Սաղմոս 2-ում, բարի եւ ուղիղ է Տերը, սրա համար մեղավորներին սովորեցնում է ճանապարհը եւ առաջնորդում է հեզահոգիներին իրավունքի մեջ, տեսեք։ Ում գորգորացողներին, հեզահոգիներին եւ սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը։ Աստված հեզահոգիներին է սովորեցնում իր ճանապարհը։ Ձեզանից քանիսն են լսել այդպիսի խոսքեր կամ քանիսն են ասել, ինքներս ասել ենք երբեմն, չէ, այսպիսի խոսքեր, տեսնես որն է Աստծո կամքը ինձ համար, չէ, կամ հովիվին են դիմել, կամ տնային խմբակի ավակին, օրինակ կաղոթեք հասկանանք, կամ լավ ես էլ կաղոթեմ, հասկանում եք, որ կան նախապայմաններ, սիրելիներ, իսկ միգուցե քո բնավորությունը նայես, կարող է հեզության հետ խնդիր կա, դրա համար չես կարողանում հասկանալ, որովհետև պարզ գրված է, չէ, ում է սովորեցնում Աստված հեզահոգիներին ժողովուրդ, լավ, եւ այսօր օրինակով կնայենք ինչա դա նշանակում, ինչա նշանակում լինել հեզ, եւ առակաց 29-23-ը մինչև էդ էլ ասեմ, մարդուս ամբարտավանությունը նրան կկործանի, բայց հեզահոգին փառք կստանա, թող սա չվախեցնի ձեզ, այդ փառք կստանա նշանակում է Աստծո փառքը կդրսևորվի այդ մարդու կյանքում, այդ առումով է գրված, որովհետև Եսայի մարգարեի միջոցով Տերը ասում է իմ փառքը ուրիշին չեմ տա, չէ՞, մենք գիտենք, պետք է համադրությամբ դայենք խոսքերը, սա ուղղակի նշանակում է Աստծո փառքը կդրսևորվի այդ մարդու կյանքում, ինչը բոլորս կարծում եմ ուզում ենք, ամեն թե մարդկա որ չի ուզում, ինչքան ենք ուզում, ինչքան ենք աղոթում, ասում ենք Տեր որ քո փառքը դրսևորվի, թե մեզ համար աղոթելիս, թե այլոց համար աղոթելիս, չէ, ասում ենք հեզահոգին, չէ, փառք կստանա, այսինքն Աստծո փառքը կլինի այդ մարդու կյանքում, սիրելիներ։ Շատ լավ։ Նույնպես Մատթեոս 5:5-ը, սա ուղղակի միանգամից ցույց եմ տալիս օգուտները, բայց հիմա կգնանք առաջ։ Եվ ոչ բոլոր, իհարկե, օգուտները, օրհնությունները։ Տեր Հիսուսն է ասում Լեռան քարոզի մեջ, երանի հեզերին, երանի բառը բնագրում նշանակում է օրհնված կլինեն, օրհնյալ են, այդպես։ Եթե դուք նայեք թարգմանությունը, դա է նշանակում, որտեվ երանի ում են տալիս, օրհնված մարդուն, չէ, ով որ օրհնված է։ Երանի հեզերին կամ օրհնված կլինեն հեզերը, որովհետև նրանք կժառանգեն երկիրը, ժողովուրդ ջան։ Եկեք համաձայնենք
մեր ժողովրդին սա շատ լավ պակասում է, մեր ազգին նկատի ունեմ, հեզությունը, խոնարհությունը պակասում է, թե ոչ։ Մենք հպարտ ենք, ժողովուրդ ջան, մեր ազգի մեջ որպես հիվանդություն, որպես ախտ շատ մեծ ձևի տեղ ունի հպարտությունը։ Եվ իրականում Աստծո ողորմությամբ է, որ ասում ենք մի բուր ազգ ենք մնացել ես մի բուր հողի վրա, այդ էլ ես հավատում եմ Աստծո ժողովրդի խաթր Աստված արել է եւ շարունակում է անել։ Փառք Տիրոջը։ Դրա համար հիմա իր ժողովուրդը, որ բնակվում է այս մի բուր հողի վրա, պետք է համալրվի, անընդհատ համալրվի Փառք Աստծուն աշխարհում ապրող դերևս առանց Քրիստոսի մարդկանցով։ Քրիստոսի մարմինը պետք է աճի եւ այդպես էլ կատարվում է Փառք Աստծուն։ Ամեն։ Այսինքն Փառք Տիրոջը, սիրելիներ։ Մարդիկ պետք է հրաժարվեն հպարտությունից, մեղքերից եւ Տեր Հիսուսին ընդունելով ընդունեն նրա հեզությունը, նրա խոնարհությունը, նրա զորությունը, Փառք Տիրոջը։ Եվ նույնպես Մատթեոս 11:29-ը ասում է ձեզ վրա վերցրեք իմ լուծը, ինձանից սովորեք, որովհետև ես հեզ եմ եւ սրտով խոնար, նորվա խոսքը որ ասեցի։ Շատ լավ, հիմա կոնկրետ օրինակով կնայենք, լավ ինչ է նշանակում լինել հեզ։ Այն որ ինչ ասեն, ձե ինչ հանես։ Չգիտեմ, որ գետի բերանը ընկած տաշեղի նման այդպես գնաս կյանքի իրավիճակներով։ Ի վերջո ինչ է նշանակում լինել հեզ, չէ՞։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, սիրելիներ, եւ կոնկրետ օրինակով եկեք նայենք։ Ում եք հիշում հեզության մասին խոսելիս Աստծո հերոսներից ով է գալիս ձեր միտքը։ Դուք շատ հրաշալի Աստծո խոսքի իմացող ժողովուրդ եք։ Փառք Աստծուն։ Ելից 2-րդ գլխի 1-4 հատվածն եմ նայում։ Եվ Ղևի տնից մեկը գնաց Ղևի ցեղից մի աղջկա իրեն կնության առավ, կինն էլ հղիանալով մի որդի ծնեց, եւ երբ տեսավ որ նա գեղեցիկ է, 3 ամիս թաքցրեց նրան։ Այս են դրվագն է, որ արդեն փարավոնը հրամայել էր, որ հрьяաների մոտ ծնող արու զավակները մերձվեն, հա? Եվ թաքցրեց։ Իսկ երբ այլևս չկարողացավ թաքցնել նրան, մի եղեգնյա զամբյուղ վերցրեց նրա համար, կուպրով ու ձյութով ծեփեց եւ տղային տեղավորելով դրա մեջ, դրեց այդ գետի եզերքին գտնվող եղեգների մեջ։ Պատկերացնում եք այդ մամայի զգացմունքները, Հոքաբեթի, Մովսեսի, մոր զգացմունքները։ Իր երեխուն դնում էր կոկորդիլոսաշատ նեղոսի ջրերի մեջ։ Այդ կոկորդիլոսաշատը ես եմ հորին այդ այնս բառ չկա, որտեղ այնտեղ լիքը կոկորդիլոսներ կային։ Դնում էր նեղոսի ջրերի մեջ, իրականում ես հավատում եմ Հոքաբետը Աստվածավախ կին էր, հանձնում էր Աստծուն ժողովուրդ։ Նույնիսկ այո, այդ պայմաններում, բայց հանձնում էր Տիրոջը։ Եվ նրա քույրը կանգնել էր հեռվում, այս քույրը ով էր։ Մարիամը կանգնել էր հեռվում, որ տեսնի թե ինչ է լինելու նրա հետ։ Այս Մարիամը շատ աչքաբաց աղջիկ դուրս եկավ։ Ուրեմն 5-րդ խոսքից ասում է, երբ փարավոնի աղջիկը իջավ գետը, լվացվելու եւ նրա աղախինները շրջում էին գետի եզերքին, տեսավ շամբուտի մեջ գտնվող զամբյուղը եւ իր աղախնին ուղարկեց վերցնելու այն։ Երբ բացեց ու տեսավ երեխային, որը լաց էր լինում, խղճաց նրան եւ ասաց. «Սա եբրայեցի տղաներից է»։ Ինչ իմացավ։ Թլպատված էր։ Որտեղ 8-րդ օրը թլպատում էին։ Երևաց, չէ՞։ Մովսեսից երևաց, որ ինքը եբրայեցի է։ Բայց Փառք Աստծուն, այդ փարավոնի աղջիկը չվախեցավ վերցնելու, դե ինքը փարավոնի աղջիկն է, իրանով է բան ասելու։ Եվ խղճաց եւ տեսավ, որ եբրայեցի տղաներից է, երեխայի քույրն էլ ասեց փարավոնի աղջկան. «Գնամ քեզ համար եբրայեցիներից մի կրծքով կերակրող կին կանչեմ, որպեսզի նա տղային կուրծք տա քեզ համար»։ Մարիամը, դուք պատկերացնում եք, այդ նեղոսը, այտենց ինքը հարթավայրային գետ է, եթե մի քիչ ուսումնասիրեք, ինքը շատ արագ չի հոսում։ Այդ երեխան մի 10-12 տարեկան էր Մարիամը, պատկերացնում եք եղբոր հետ զամբյուղով եկել էր, վազել էր գետի հոսանքին զուգահեռ, որտեղ նա եղբայրը ուր է գնում, ինչ է կատարվում այս երեխու հետ, լավ, ու եկել էր, հասկանում եք ինչ հնարամիտ ու սրտացավ աղջիկ էր ու տեղում կողմնորոշվեց, փարավոնի աղջիկն էլ ասեց գնա, աղջիկն էլ գնաց եւ երեխայի մորը կանչեց, որը համել իր մայրն էր համատեղության կարգով։ Հիշում եք չէ որ այս պատմությունն էլ գրում էր զամբյուղի մեջ գտնվող այս տղեն, մեծացել էր արդեն գրում էր իրանք, իր ընտանիքի պատմությունն էր գրում, հա։ Տեսեք։ Ես պատկերացնում եմ ոնց էր Մովսեսը հետո մտածում էր մամ ջան, հիմա փարավոնի զինվորներից ազատվելն էր դժվար թե կոկորդիլոսներից։ Բայց ինչևէ Փառք Աստծուն
ասեցինք, որ դա հավատք էր, որ հոգապետը հանձնել էր Աստծուն Մովսեսին։ Ու մեկ էլ պատկերացրեք Մարիամիկը էլի։ Գալիս ասում է, «Մա, հարցերը լուծել եմ, արի»։ Մովսեսի հետ ամեն ինչ լավ է։ Ինքը ոչ միայն ողջ առողջ է, համ էլ դառնում է մեր համար եկամուտի աղբյուր։ Պատկերացնում եք, ինքը իր երեխուն կերակրելու համար վարձք պետք է ստանար։ Իսկ սկզբանե ինչ օրտնված տղա էր էս Մովսեսը։ Կարող է պետությունը ստեղից է օրինակ վերցել հիմա, որ նորածիների համար փող է տալիս ծնողներին, չգիտեմ։ Փարավոնի աղջիկը ասեց, այս տղային տար եւ կուրծք տուր ինձ համար, իսկ քո վարձքը կտամ։ Կինն էլ վերցեց տղային, սկսեց կրծքով կերակրել, այդպես տղան մեծացավ, կինը բերեց նրան Փարավոնի աղջկա մոտ եւ նա նրա որդին եղավ։ Նա էլ տղայի անունը դրեց Մովսես, որովհետեւ ասում է ջրից հանեցի նրան, թարգմանաբար այդպես է նշանակում։ Լավ։ Փառք Աստծուն, շատ լավ, Մովսեսը մեծացավ, Աստված կանչեց նրան, հիշում եք, չէ, որ ասեց, արի ուղարկեմ քեզ, իմ ժողովրդի աղաղակը լսել եմ, դու պետք է Եգիպտոսից իմ ժողովրդին դուրս հանես։ Եվ հիմա տեսեք, եւ Մովսեսը ինչ է գրում, սիրելիներ, 21-ը։ Ահարոնի քույր Մարիամ Մարգարեոհին թմբուկը վերցրեց իր ձեռքը, բոլոր կանայք էլ նույնպես թմբուկներով ու պարերով նրա հետևից դուրս եկան, եւ Մարիամը երգեց նրանց առջև, երգեք Տիրոջը, որովհետեւ փառքով փառավորված է Ձիուն ու Ձիավորին ծովը գցեց, չէ՞։ Եգիպտոսի զորքերի հարցերը լուծեց Աստված ծովի մեջ, եւ Մարիամը այդպես կանանց առաջնորդ որպես քուրիկների փառաբանում էին Աստծուն։ Քուրիկը մեծացել էր եւ դարել էր Մարգարեոհի, փառք Աստծուն, ինչպիսի երջանկություն, ինչպիսի ուրախություն, հստակ նշված չի մինչև այդ Մարիամը ինչ էր մարգարեացել, հա։ Բայց անցնենք առաջ, Մարիամին դեռ կանդրադառնանք ժողովուրդ ջան։ Մովսեսի կյանքից մի հատ էլ դրվագ, զուգահեռ գնում ենք։ Ելից 4-րդ գլխի 24-ից եմ կարդում։ Ճանապարհին մի իջևանում Տերը հանդիպեց Մովսեսին եւ ուզում էր սպանել նրան։ Կարդացել եք, ով է կարդացել։ Կան։ Ինչ արեց, ինչ էր ուզում անել Աստված։ Մովսեսին ուզում էր սպանել։ Կատակ էր անում Աստված, թե լուրջ ուզում էր սպանել։ Սեփորան էլ մի սուր քար վերցնելով թլպատեց իր որդու անթլպատությունը եւ նրա ոտքերի մոտ գցելով ասեց. «Դու ինձ համար մի արյունոտ փեսա ես»։ Այսպես Տերը թողեց նրան։ Այդ ժամանակ Սեփորան ասեց. «Թլպատության համար արյունոտ փեսա»։ Ժողովուրդ, ձեր համար զարմանալի չի, որ 3-րդ գլխում Աստված ասեց Մովսես, ասեց ահա ես, ասեց արի ուղարկեմ քեզ Եգիպտոս իմ ժողովրդի աղաղակը լսել եմ, որ դուրս հանես։ 4-րդ գլխում նույն Աստվածը մի քիչ առաջ, մի քանի ժամ առաջ կամ ինչքան առաջ կապ չունի, այդքան մեծ առաջադրանք էր տվել Մովսեսին, եկավ հանդիպեց, ուզում էր Մովսեսին սպանել։ Աստված չէր կատակում, ժողովուրդ ջան, լուրջ ուզում էր սպանել։ Հասկանում եք հուսով եմ։ Իսկ ձեզանից ով է մտածում, որ այս դրվագում Սեփորան հերոս էր, մալադեց, հալալա, ապրի Սեփորան, այդ ինչ շուտ կողմնորոշվեց, որդու անթլպատությունը թլպատեց ու Մովսեսը փրկվեց մահից։ Կա տենց բարդ, որ մտածում են, որ ապրես դու Սեփորա, ապրես բյուզանտ խելքիցով։ Այս ինչ շուտ կողմնորոշվեցիր։ Եվ նրան ոտքերի մոտ գցելով ասեց արյունոտ փեսա ես։ Հիշում եք, չէ՞, որ մեկ որդու մասին էր խոսքը, բայց Մովսեսը երկուսը ուներ։ Բայց գրված է մեկ որդու։ Մի որդու համար է գրված, որ թլպատված չէր, Սեփորան թլպատեց, ամենայն հավանականությամբ խոսքը կրտսեր որդու մասին էր։ Գերսամ եւ Եղիազար երկու որդիներն էին։ Տեսեք։ Մատ հարց եմ ուզում ձեզ տալ։ Բայց Սեփորան ինչ իմացավ այդ պահին ինչ պետք է անի։ Բայց ինչի չգնաց մի բաժակ ջուր բերեր տար Մովսեսին։ Վատացել էր, մահամերձ է ամուսինը։ Ինչու չգնաց օգնություն կանչեր։ Ինչ իմացավ, ինչ պետք է անի, գնաց այդպես արեց, հա։ Որտեղից իմացավ։ Ծննդոց 17-ի 9-14-ն եմ կարդում, սիրելիներ, ուղղակի հետևեք։ Եվ Աստված ասեց Աբրահամին. «Իսկ դու պահիր իմ ուխտը, դու եւ քեզանից հետո քո սերունդը իրենց դարերում։ Եվ մի անթլպատ արու, որի անթլպատության մարմինը թլպատված չէ, այդ անձը իր ժողովրդից պիտի կորչի, նա իմ ուխտը անարգել է»։ Գաղտնիք չի, բոլորս գիտենք, որ Իսրայելին ուխտ տրվեց Աբրահամի միջոցով,
որ բոլոր հրեա տղամարդիկ պետք է թլպատված լինեին եւ տեսակ, որ Մովսեսն թլպատված էր, չէ՞, այդպես։ Սիրելիներ, ինչ իմացավ Սեփորան, ինչ պետք է անի։ Չեք կռահում։ Նայեք, ես ասեմ ինչպես եմ հասկանում, դուք հետևեք իմ մտքերի ընթացքին։ Մովսեսը Աբրահամից եկած ուխտի համաձայն, որտեղ գիտեր ինչ պետք է անի, ավակ որդուն Գերսամին թլպատել էր։ Որտեղ մի որդու մասին է, չէ՞, հիշում եք խոսքը։ Դուք հասկանում եք, առանց ցավազրկման այն ժամանակներում փոքր երեխա 8 օրական Մադիամացի Սեփորան, ինքը հրեա չէր, հիշում եք, չէ՞։ Չնայած Մադիամն էլ Աբրահամի զավակներ, Քետուրայից Մադիամին Աբրահամը ունեցել էր, բայց իրանց համար թլպատությունը պարտադիր չէր։ Իսրայելի համար էր պարտադիր։ Մադիամացի Սեփորան իր երեխայի տանջանքը տեսնելով, պատկերացնում եք, չէ՞ որ դի 5 րոպե չէր։ Լաց, կոց, արյուն։ Էս ինչ բարբարոսական սովորույթ է ձեր սովորույթը։ Էսով է ձեզ տենց բան ասե։ Էս ձեր Աստվածը ոնց է սենց բան ասե ձեզ։ Կար երկրորդ որդին։ Ամենայն հավանականությամբ Սեփորան ասել էր երկրորդին только через мой труп։ Էլ չես կպնի։ Հասկացաք։ Դուք տեսաք, որ երկրորդ որդին թլպատված չէր։ Բայց Մովսեսը այդքան ինչա ամփույթ էր, մեկին թլպատել էր, մեկին ոչ։ Մովսեսի նման կարգու կանոնով տղեն, հնազանդ Աստծուն ամեն ինչում, Աստծո տան մեջ ամբողջովին հավատարիմ, չեմ հավատում։ Ինչ էր արել։ Սեփորան դեմը կտրել էր։ Էս չլնի էլ սենց բան, այն երեխուն չկպնես էլ։ Սեփորա հիշի, Աստծո հետ լուրջ խնդիր ենք ունենալու։ Բան չի լինի։ Սեփորա հիշի, Աստված ինձ էլ է սպանելու, այդ երեխուն էլ է սպանելու, գրված է։ Բան չի լինի։ Հասկացաք Սեփորան որտեղից իմացավ ինչ պետք է անի։ Հիմա էլ է հերոս Սեփորան ձեր աչքին։ Բայց էլի հերոսը լավ է, թող հերոսը լինի։ Լավ է որ արեց գոնե։ Դուք հասկանում եք, մի քիչ էլ հապաղեր, տեսնում ենք, չէ՞, տեքստից։ Ինչ էր կատարվում, լուրջ, Մովսեսի վիճակը լուրջ էր, այսինքն Աստված այնպես արեց, տեսանելի կերպով Սեփորան հասկացա, որ եթե մի քանի վայրկյան էլ Մովսեսը կմեռնի։ Ես չգիտեմ մանրամասը գրված չի, Մովսեսն էլ մանրամասը չի գրում, ինչ էր կատարվում այդ պահին, բայց Սեփորան հասկացավ։ Ամուսինների մեջ թեմա էր եղել ժողովուրդ։ Ասել էր Եղիազարին ձեռ չտաս, հերիք է, ես այդ դժոխքով էլ չեմ անցնի, այդ ինչ էր այդ երեխու վիճակը Գերսոնի, չէ՞։ Մովսեսը զգուշացրել էր, բայց Սեփորան, քանի որ Մովսեսին մտածում էր, մենք տեղ ենք տվել, ես եւ իմ հոր տունը, հիշում եք, չէ՞, անապատում ընկած, մենք որ չլնեինք, դու հիմա որտեղ կլնեիր։ Հիշում եք։ Մովսեսն էլ, հեսա կկարդանք, քանի որ մարդկանցից ամենահեզն էր, հեզության մասին ենք, չէ՞, այսօր խոսում։ Ախպեր ջան, այդ կարգի հեզ, հասկացանք էլի, բայց համքո համ երեխուտ ապագան վտանգվում է, որտեվ ասում է պետք է կորչի, ով որ չթլպատվի, չէ՞, բարձ գրել է Աստված։ Ասում է Սեփորա, թող քո ասածը լինի, բայց հիշի, ես իմ ասելիքն ասեցի, կտենաս Աստված ինչ է անելու։ Հասկացաք Սեփորան որտեղից գիտեր։ Արագ վերցեց երեխուն։ Բա որ եթե տենց հերոս էր, բա իրա պահվածքը այդ գործողությունը անելուց հետո հետ ինչ էր, չեք կարդում։ Արյունոտ փեսա։ Էսա ուզածդ։ Ար։ Գցեց ոտքերի մոտ, բնագրում գրված է դիպավ։ Գցեց բառը բնագրում դիպավ Մովսեսի ոտքերին։ Գիտեք ինչ է նշանակում։ Եթե այս գնով ոտքերը ընթանալու, կյանքը շարունակելու խորհուրդն է, չէ՞։ Եթե այս գնով է, որ դու պետքա շարունակես ապրել եւ Աստծուց տրված առաջադրանքը իրականացնել, ար դիպավ ոտքերին, արյան գնով, հա, արյան ուխտ էր, չէ՞, թլպատության ուխտը։ Փառք Աստծուն, սիրելիներ։ Հասկանում ենք, ինչ էր կատարվում։
Թվոց 12-րդ գլուխն եմ հիմա կարդալու, զուգահեռ դրվագ, եւ Մարիամն ու Ահարոնը Մովսեսի դեմ խոսեցին նրա առած Եթովպացի կնոջ պատճառով, ըստ որում Եթովպացի կին էր առել։ Եվ ասեցին. «Միթե Տերը միայն Մովսեսի ձեռով խոսեց, չէ որ մեր ձեռով էլ խոսեց»։ Հիշում եք, չէ որ Մարիամի մասին ասում է մարգարեուհի էր։ Ասում է եւ Տերը լսեց, այնքան ուժեղ է այս խոսքը, եւ Տերը լսեց։ Նենց է Մովսեսը շեշտադրումով գրել, կարծես այնպիսի բան կա, որ Տերը չի լսում։ Ոչ, Տերը ամեն ինչ է լսում, բայց գիտեք ինչու է գրված Տերը լսեց, որովհետեւ արձագանքեց։ Տերը շատ բան է լսում, բայց ամեն ինչի չի, որ արձագանքում է։ Իսկ այս իրավիճակին արձագանքեց, ընդ որում իսկույն գրված է։ Տեսեք, երրորդ խոսքն եմ կարդում, Թվոց 12-ի մեջ ենք։ Եվ Մովսես մարդը շատ հեզեր։ Ինչ ուժեղ է, Մովսեսը ինք իր մասին էր գրում։ Աստծո խոսքը ասում է, թող քո շուրթերը քեզ չգովան։ Սողոմոնը գրում է, չի առակների մեջ, թող քո շուրթերը քեզ չգովան, բայց նայեք ինքը չէր գովում, ինքը փաստերն էր արձանագրում։ Հասկանում եք, ոնց ամեն բոլոր խոսքերը գրել էր Սուրբ Հոգով առաջնորդված, էս էլ նույն ձևի Աստված թելադրում էր, էս էլ գրում էր իր մասին։ Բայց հասկանում եք, չէ՞, նաև ուրեմն էս ինչքան ճիշտ էր։ Եվ Մովսես մարդը շատ հեզեր երկրի վրա եղած բոլոր մարդկանցից ավելի ժողովուրդ։ Ով է ուզում, որ Աստված իր իրավիճակներին արձագանքի իսկույն։ Հա, բոլորս ուզում ենք, բայց այս բոլոր ձեր բարձրացնողներս համաձայն ենք, որ հեզ լինենք։ Ամեն մարդկանցից ավելի։ Ոնց որ գնալով քչացավ այոները։ Հասկանում եք, հեզությունը ինչ հզոր բան է, սիրելիներ։ Որ մենք միգուցե շատերս այդպես չենք նայել։ Հա դե հո հասկացանք էլի։ Աստված ուրիշ տեսանկյուն ունի, ուրիշ կարծիք ունի։ Եթե մենք ուզում ենք Աստծո միջամտությունը լինի, սիրելիներ, պայմաններից մեկը ոչ վերջին, նույնիսկ համաձայն եմ, որ գլխավոր պայմաններից մեկը սա է, որ լինենք հեզահոգի, հանգիստ։ Կարդացի, չէ՞։ Փափուկ, մեղմ արձագանքի տեր մարդիկ, այսպես առանց գորգորալու, հա։ Դա հին մարդու դրսևորումներն է, այդ չարությունը, բարկությունը։ Նոր մարդը հեզահոգի է։ Տեր Հիսուսը մեզ օրինակ, Մովսեսը մեզ օրինակ, չէ՞։ 4-րդ խոսքում ասում է, եւ իսկույն ինքը իրան չէր պաշտպանում Մովսեսը, զգում եք։ Իսկույն Տերը ասեց Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին, այս իսկույն բառը նույնպես բնագրում նայեցի, հայերենում իսկույն նշանակում է արագ։ Արագ, բայց բնագրում մի քիչ ուրիշ բան է նշանակում է անսպասելի, հանկարծ։ Внезапно գրած է։ Անսպասելի, ոչ ոք չէր սպասում, այսինքն որ Աստված այդպես ու արագ կարձագանքի, ասում է հանկարծ, չէ, իսկույն ասեց, դուք երեքդ էլ դուրս եկեք ժողովքի խորանը։ Հələ եկեք դպրոցի հետև։ Երեքին էլ կանչում։ Չէ՞։ Որ հարցեր էր ելնում լուծելու, փոքր ժամանակ գնում էինք դպրոցի հետև, էլի։ Զուգահեռ։ Սիրելիներ, 5-րդ խոսքում ասում է, Տերն էլ իջավ ամպիսյունով կանգնեց խորանի դռանը եւ կանչեց Ահարոնին ու Մարիամին, որոնք երկուսն էլ դուրս եկան։ Ապա ասաց. հիմա լսեք իմ խոսքը, եթե ձեզանից մեկը մարգարե լինի, հələ նայեք, մինչև այդ ասում էր Մարիամը մարգարեուհի է, հիմա դարավ եթե, բա ինչու Աստված եթեով խոսում, եթե ձեզանից մեկը նույնիսկ ասում է մարգարե լինի, ես Տերս ինձ տեսիլքի մեջ կճանաչեցնեմ նրան, կամ երազով կխոսեմ նրա հետ, բայց այդպես չէ իմ ծառա Մովսեսը, որը իմ ամբողջ տան մեջ հավատարիմ է, նրա հետ բերան եմ խոսում, լսի։ Եվ հայտնապես, այլ ոչ թե առակով, եւ նա Տիրոջ կերպարանքը տեսնում է, ինչու չվախեցաք իմ ծառա Մովսեսի դեմ խոսելու։ Ինչ էր անում Աստված, սիրելիներ, ընդգծում էր Մովսեսի բարձր ռանգը, Մովսեսի հատուկ
էլի մարգարե եք, հա, ասում էր, բայց Մովսեսը ուրիշ կատեգորիայի վրա է։ Մովսեսը հատուկ բարձր կարգ ունի, որը ոչ ոք չունի ձեզանից։ Ինչու չվախեցաք։ Ինչու եք ոտ մեկնում։ Ինչու եք համեմատվում։ Ինչու խելոք տեղները չեք մնում։ Աստված ձեզ էլ քիչ բան չի վստահել։ Հասկանում եք, որ լուրջ է, սիրելիներ։ Երկրորդ օրինաց 34-ի 10-ում էլի Մովսեսն էր գրում, Հնգամատյանը Մովսեսն է գրել։ Եվ այլևս վեր չկացավ Իսրայելում մի մարգարե Մովսեսի պես, որին Տերը ճանաչեր երես առ երես։ Հաստատվում է, իրականում Մովսեսի հետ Աստծո շփումը մի այլ մակարդակի վրա էր, սիրելիներ։ Փառք Աստծուն։ 9-րդ խոսքը, Թվոց 12-ի 9, եկանք։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց նրանց վրա, նրանց նշանակումը Ահարոնի եւ Մարիամի, եւ գնաց։ Գնալուց հետո ասում է, ապա ամպը վերացավ խորանի վրայից եւ ահա միայն փագագծերում միայն Մարիամը ձյանպես բորոտ եղավ։ Նայեք, երկուսի վրա էլ բարկացավ, բայց մենակ Մարիամը բորոտ եղավ։ Ահարոնը նայեց Մարիամին եւ ահա բորոտ էր։ Ես հավատում եմ Ահարոնը Մարիամին նայելուց հետո էլ մի հատ իրան նայեց վախեցած։ Որտեվ նույն վիճակի մեջ էին։ Հետո տեսավ ինքը բորոտ չի, մի քիչ սիրտը տեղը ընկավ։ Մի քիչ էգոիստական է հնչում, բայց բորոտությունը որտեվ սարսափելի բան էր այն ժամանակ, հիմա էլ, բայց հիմա այդքան տարածված չի։ Բավար նրանց վրա բարկացավ։ Ինչի մենակ Մարիամը բորոտ եղավ։ Որովհետև Աստված համ ողորմած է, համ էլ արդար է։ Ռուսերեն այդպիսի խոսք կա, զաչինշիկ, կամ զաչինշիցը։ Ինքը գիտեր հրահրողը ով է, Աստված ամեն ինչ գիտի։ Ու Աստված գիտեր, որ Ահարոնը իրան բնորոշ փափկությամբ պլաստիլինի նման, ոնց ծռեն, այտենց ծռվում է։ Ինգել էր Մարիամի ազդեցության տակ։ Հրահրողը Մարիամն էր, ինիցիատորը, խոսալը սկսվել էր Մարիամից։ Ահարոնը ծռվել էր Մարիամի ծռությամբ ուղակի, որտեվ իրան բնորոշա, չէ, հիշում եք, Մովսեսը ուշացավ սարի վրա, ժողովուրդը եկան մի քիչ ճնշում գործադրեցին, ասեց ոսկիները բերեք։ Հորդ սարքեց ոսկե, դրեցին, սկսեցին այդ հորդին երկրպագել, Ելից 32-րդ գլխում, սարսափելի բան։ Ահարոնը ճնշումների տակ ընկնում էր, Մովսեսի նման ձիգ չէր։ Բայց Աստված շատ լավ է հասկանում, ով է հրահրողը, ով է կամակատարը, ումից է սկսվել, ինքը կատարյալ արդար է, փառք Տիրոջը։ Եվ ամեն մեկը իրանը ստանում է։ Եվ հետո մի կարևոր բան էլ 11-րդ խոսքում ասում է, եւ Ահարոնը ասեց Մովսեսին, ով Տերիմ աղաչում է, մեզ վրա մեղք մի դնի, որովհետև հիմարություն արինք եւ մեղք գործեցինք, թող նա չնմանվի այն մեռածին, որը իր մոր արգանդից դուրս գալիս մարմնի կեսը սպառված է։ Ինչ արեց Ահարոնը։ Ներում խնդրեց մեկ, իրանից 3 տարի փոքր իր եղբորը ասեց Տերիմ, նշանակումը կներես, սխալվել եմ, ես ընդունում եմ, որ Աստված, սիրելի փոքր եղբայր, քեզ կարգել է իմ գլխին առաջնորդ, Աստված է կարգել, Աստված իրավունք ունի, ում ինչ ուզի անի, առանց մարդուն հարցնելու։ Վերջում էլ Մարիամի համար բարեխոսեց։ Իսկ Մարիամի համար կարդում ենք, որ ասեց կներես։ Ոչ։ Ընդ որում իրանից էր սկսվել։ Աստված ամեն ինչ տեսնում է։ Սիրելիներ, Աստված եւ ողորմած է եւ արդար է։ Հետևաբար միշտ էլ տարբերություն է դնում մոլորեցնողների, գայթակղություն բերողների եւ գայթակղությանը տրվողների միջև։ Իհարկե, ումից որ սկսվել է, հա, ամեն ինչ։ Բայց չմտածեք, որ գայթակղվողը գայթակղողից կամ գայթակղեցնողից պակաս մեղավոր է։ Են էլ ամեղավոր են էլ, հա։ 13-րդ խոսքը։ Եվ Մովսեսը աղաղակեց Տիրոջը ասելով. Խնդրում եմ, ով Աստված, խնդրում եմ, բժշկիր նրան։ Մովսեսն էլ սկսում բարեխոսել։ Տերն էլ ասեց Մովսեսին. Եթե նրա հայրը միայն նրա երեսին թքելու լիներ, միթե 7 օր չէր ամաչի։
Թող 7 օր բանակից դուրս արգելված պահվի եւ հետո ընդունվի, որովհետեւ բորոտների օրենքը սա էր կարգը։ Պետք է բանակից դուրս մնային, մինչեւ բժշկվեին, հետ վերադառնային։ Այդպես Մարիամը բանակից դուրս 7 օր արգելված մնաց եւ ժողովուրդը չչվեց, այսինքն չշարժվեց իր տեղից, մինչեւ Մարիամի ընդունվելը։ Սիրելիներ, ուրեմն ընդունվել նշանակում է, որ բժշկվել էր, որովհետեւ այդպես էր։ Քահանային իրենց ցույց էին տալիս, երբ որ տեսնում էին բժշկվել է, արդեն հետ էր գալիս բանակի մեջ, այդպես էր կարգը։ Թվոց 21-ն եմ կարդում, եւ Իսրայելի որդիների ամբողջ ժողովքը եկավ Սին անապատը առաջին ամսում, ժողովուրդը Կադեսի մեջ բանակ տվեց, իսկ Մարիամը այնտեղ մեռավ եւ այնտեղ թաղվեց։ Այսքանով հանդերձ վերջ Մարիամի մասին։ Գիտեք, եթե Մովսեսին ծածկոցը անհրաժեշտ էր Աստծո փառքը ծածկելու համար, հիշում եք, չէ՞ որ սարից իջել էր, ասում են իր երեսի վրա ծածկոց էր դրել, որտեղ փայլում էր։ Մարիամին ծածկոցը անհրաժեշտ էր իր բորոտությունը ծածկելու համար, որտեղ բորոտն էլ պետք է ծածկվեր։ Հիշում եք, որ ով էր փառք ստանում Աստծուց, Աստծո փառքը ում կյանքում էր դրսևորվում, ում երեսից էր շողում, ով որ հեզահոգի է։ Ոչ թե ով որ փնթփնթացող է, ով որ ապստամբող է, ով որ դժգոհող է։ Լավ։ Սիրելիներ, եթե Մովսես մարդու դեմ մեղանչողին այսպես եղավ, բա Քրիստոսի դեմ մեղանչողին։ Չէ՞։ Եվ Տեր Հիսուսն էլ հիշում եք, ասում էր հայրներիր, որովհետև չեն հասկանում ինչ են անում։ Մովսեսն էլ էր չէ բարեխոսում Մարիամի համար։ Գիտեք, երկրորդ օրինաց 24-րդ գլխում ասում է զգուշություն արեք, որ զգուշանաք եւ անեք այն բոլորի համեմատ, ինչ որ Ղևտացի քահանաները ձեզ սովորեցնեն, ինչպես որ ես նրանց պատվիրել եմ, զգուշացեք, որ անեք։ Այդտեղ բորոտության մասին է էլի խոսվում, բայց սա նաեւ ընդհանուր սկզբունք է։ Ես հավատում եմ, որ Աստված ընդհանուր առմամբ ժողովրդին բերում էր հնազանդության մեջ։ Ում շուրթերից, որ Աստծո օրենքը հնչում է, Աստծո խոսքը հնչում է, ասում է զգուշ մնացեք, որ լսեք եւ անեք։ Մի հակառակվեք, մի ապստամբեք։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ինչ արեց Աստված, թանկագիններ։ Աստված գիտակցելու եւ ապաշխարելու հնարավորություն ու ժամանակ տվեց Մարիամին։ Լավ։ Ինչպես նաեւ ամբողջ ժողովրդին ցույց տվեց, հստակ հասկացրեց, որ եթե նույնիսկ Մարգարեյուհի կոչվող Մարիամը, որը ընդ որում նաև առաջնորդ Մովսեսի քույրն էր, եթե չխուսափեց այսպիսի դատաստանից, ուրեմն ոչ ոք չի էլ խուսափի։ Աստծո մոտ աչառություն չկա, երեսպաշտություն չկա, ճիշտ հակառակը, ով ունի մեծ պատասխանատվություն, ուրեմն մեծ էլ զգուշություն պետք է ունենա։ Ամեն։ Եվ այդուհանդերձ Աստված նաև պատվում է Մարիամին, փառք Աստծուն իր ողորմության համար, Միքիա 6:4-ը ասում է, որովհետև ես քեզ հանել եմ Եգիպտոսի երկրից եւ ծառայության տնից քեզ ազատել եմ եւ քո առջևից ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին եւ Մարիամին։ Դա քրքիր է։ Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին, երեքին որպես առաջնորդ այդպես նշում է, փառք Աստծուն։ Եվ իհարկե Պողոս Առաքյալներ երկրորդ Թեսաղոնիկեցիս 3-րդ գլխում այսպիսի խոսքեր է գրում 14-15-ը եւ եթե մեկը չհնազանդվի մեր խոսքին այս թղթով դուք նշանակեք նրան եւ մի խառնվեք նրա հետ որ ամաչի նման է չէ իրար բայց թշնամու պես էլ մի համարեք այլ խրատեք նրան ինչպես եղբայր ցոր քայլեր ձեռնարկեք որ հասկանա իր արածը բայց թշնամի մի համարեք լավ փառք Աստծուն Ուզում եմ ասել սիրելիներ, ուզում եմ տեսախցիկին նայելով էլ ասել, եթե դու մարդ ես, որ գայթակղություն ես բերում, զգուշ եղի։ Աստծո ողորմությամբ կբժշկվես ապաշխարելուց հետո, բայց գուցե ծառայության մեջ այլևս վերականգնվելու հնարավորություն չունենաս Մարիամի օրինակով։ Ես չեմ ասում, որ հաստատ այդպես կլինի, ես ասում եմ հնարավոր է, ինչու ռիսկի դիմել։ Գուցե Աստծո կոչումը շատ ուժեղ հետ գցես քո կյանքից, ուշադիր եղիր քո վարքի մեջ, քո խոսքերի մեջ, զգուշ եղիր։ Որովհետև այո, Մարիամը բժշկվեց, բայց էլ թմբուկը ձեռքը չվերցրեց, առաջվա նման։
Մեղքն էլ ունի իր հետևանքները, սիրելիներ։ Այո, Աստված ողորմած է, բժշկում է, վերականգնում է։ Բայց այդպես էլ չի, որ երկպառակություն բերած մարդուն շատ արագ վստահում ենք նորից։ Որտեղ միաբանությունը քանդելը շատ լուրջ բան է։ Եվ քանի ուշ չի, ավելի լավ է ապաշխարել, փառք Աստծուն։ Սիրելիներ, ովքեր են Սեփֆորան ու Մարիամը։ Մի խոսքով կարող եմ ասել, օգնականներ։ Երկուսն էլ օգնական չէին։ Կնոջը դրեց որպես օգնական, չէ, Ադամ Եվան, հիշում եք։ Ինչ է ասում Տերը Ադամի օրոք, որ Եվային ստեղծում էր, ասում է մի օգնական իրան հարմար, չէ, ստեղծեմ։ Կինը դրված է որպես օգնական եւ Մարիամն էլ, քույրիկն էլ օգնական էր, ընդ որում մանկուց, հիշում եք այդպես, չէ, գնաց, գտավ, դասավորեց, արեց, դրեց ամեն ինչ։ Բայց գիտեք, ովքեր են Սեփֆորան ու Մարիամը, որ մարդկանց խորհրդապատկերն են, այն որ անում են լավ ամեն ինչ, բայց հետո տալի ավերում են։ Հետո հովիվի սրտին այնքան ցավ են բերում։ Այն որ այդ հովիվը ասում է, լսի, բայց ինչու էլի։ Չէ՞։ Դուք հիշում եք Հովաբին։ Դավիթ Հովաբ։ Հովաբինով է հիշում, կարդացել եք, որ թագավորած գրքերը կարդացել է, Հովաբին գիտի։ Անձամ չէ, պարզ է Աստծո խոսքից։ Գիտեք, Հովաբը իր բոլոր պատերազմներում հաղթող էր։ Ուժեղ օգնական էր, զորավոր մեկն էր, ուր գնար հաղթում էր, ուր գնար հաջողվում էր։ Բայց հիշում եք, որ Աբիսողոմը ապստամբել էր, Դավիթը հատուկ զորագլուխներին հրամայեց, ասեց Աբիսողոմ պատանին կխնայեք։ Կարդացել եք։ Աբիսողոմ պատանին, լսի, կխնայեք։ Եվ ընդ որում հիշում եք, որ Դավիթը թագավորը Հովաբի քեռին էր համել, որտեվ Շարուհիան Հովաբի մայրը Դավիթի քույրն էր։ Եթե կարդաք մնացորդած գրքերում կգտնեք։ Բայց նախ եւ առաջ իր թագավորն էր։ Գիտեք, իմ մայրը մեր եկեղեցում է։ Ինքը ինձ ասում է դու իմ հովիվն ես, նոր ես իմ որդին։ Իր խոսքերն եմ ասում։ Ճիշտ է, որ ես գնում եմ մեր տուն, մորս տուն։ Պարզա մենք իրար հետ շփվելուց ինքը ինձ ասում է բալես, տղես, նորմալ է։ Չէ, տենց խոսում ենք։ Բայց ընդհանուր առմամբ ասում է ես քեզ վերաբերվում եմ որպես Աստծո մարդ։ Իհարկե նաև իմ կնոջը մենք ծառայում ենք Տիրոջը, որպես Աստծո ծառաների։ Լավ։ Գիտեք, բայց օրտնված կլինի մարդը այդպիսի վերաբերմունքով։ Այսինքն ինքը չի ուզում անարգել ինձ, լավ։ Այդ ընտանեվարությունը ինքը վատ բան է, սիրելիներ, ֆամիլիարն է ռուսերեն, ինքը շատ վատ բան է։ Գիտես, իմ հովիվը կարա իր ձեռքը գցի իմ ուսին, ասի, հալավ դե այդ տղա, օրինակ, բայց ես հովիվին հորս նման եմ վերաբերվում։ Ես հորս տենց բան ոնց կասեմ։ Սա այնքան լավ է, որ էսպես է, այնքան ճիշտ է, սա կոչվում է Աստծո երկյուղը։ Լավ եք անում, որ Տիրոջը փառք եք տալիս, ամեն, լավ անում իմ հովիվը, որ ինձ այդպես ասում, ինձ սիրելով, որպես որդի վերաբերվելով, ու ես դրանից նույնիսկ լավ եմ զգում, բայց ես նաև լավ եմ զգում նրանից, որ ես կարողանում եմ հավուր պատշաճի վերաբերվել իմ հովին և ծառայողներին։ Եվ դա Տերը ձևավորում ամեն մեջ այդ բնավորությունը, սիրելիներ։ Սեփֆորան և Մարիամը, սիրելիներ, այդ մարդկանց խորհրդապատկերն են, իրանք ունեին լավ բաներ արած։ Հակներեք Հովաբի մասին կիսած չթողնեմ միտքս։ Հատուկ հլը մոր եղբայրը կամ քեռին դրեցինք մի կողմ, քո թագավորն է քեզ հրամայում Հովաբ։ Ասեց Աբիսողոմ պատանին ձեռ չտակ, քո գործը չի ինչա արել Աբիսողոմը, ինքը իր որդու հետ լեզուկը գտներ ինչ պետք էր կաներ կամ չեր անի, քո ինչ գործն է, քեզ հրաման է տրվել, ու ընդ որում իր քեռու որդու մասին էր խոսքը, որին ծառից կախված անօգնական վիճակով սպանեց Հովաբը։ Հրամայեց, որ մարդիկ սպանեն, մարդիկ չսպանեցին, թագավորի հրամանը լսել էին, աստվածավախ մարդիկ էին, ասում է 3 հատ գեղարդ վերցրեց։ Աբիսողոմը փարթամ մազեր ուներ, կաղնից կախվել էր, խրտվիլակի նման թպրտում էր, ոչ կարող էր իրան պաշտպանել, ոչ բան,
Բայց եթե տենց էր, լավ գոնե զենք տա իր ձեռքը, որ ինքը իրան պաշտպանելու գոնե կարողություն ունենար, անպաշտպան պատանիին երիտասարդին սպանելը մեծ հերոսություն է։ Թագավորի հստակ հրահանգից հետո դրան գումարած եկավ Դավիթը տխուր տրտում նստել է, որովհետև վշտի մեջ արդեն ստացել է իր որդու մահվան լուրը։ Սիրելիներ, հարց եմ ուղղում ձեզ, հոր համար իր որդու վրա հաղթանակը միթե հաղթանակ է։ Որ մի հայրն է իր որդու հետ կոնֆլիկտի մեջ իրան հաղթած զգում, որ մի adekvat նորմալ հայրը չի կարա տենց բան լինի։ Ով է ուրախանում իր որդու վատ լինելով, անգամ եթե այդ որդին հանցագործ է, չկա այդպիսի բան, դա ծնողի սիրտն է։ Ու վշտի մեջ մարդը նստել է, այդ նույն Հովաբը, որ սպանել է որդուն, եկել ասում է, դու քեզ սիրողներին ատում ես, քեզ ատողներին սիրում ես, ինչի՞ չես ուրախանում, հաղթել ենք։ Ես ապշած եմ, որ Դավիթը, որով այդքան հանգիստ մարդ էլ չէր, հենց այդ պահին դրա հարցերը այդտեղ չլուծեց։ Լուրջ եմ ասում։ Ես զարմացած եմ։ Էս էլ էր էլի հեզության օրինակը, Դավիթը այդտեղ լուրջ իր հեզությունը ամբողջ պետքա իրոք օգտագործեր։ Զարմացած եմ ոնց Հովաբին վարի չտվեց այդ պահին։ Բայց մեկա հետո կարդացեք կտեսնեք Սողոմոնին ասեց չթողես իր մահով մեռնի։ Չեմ խորանա մեկնությունների մեջ փաստ որ հրահանգ եկավ, որտեղ շատ հանցագործություններ ուներ արած այդ զորավոր Հովաբը։ Ինչ արեց Դավիթը ասեց իր ծերությունով չպետք է մեռնի իշի Հովաբը։ Ինչ արել էր, այտենց էլ ինքն էլ գնաց։ Աբեներին ընդեղ հետո ինքը սպանեց ուրիշ մարդկանց, այսինքն կտեսնեք, շատ վատ բաներ արեց։ Ով էր Հովաբը, կարող, ունակ, զորավոր, օգնական, որը իր առաջնորդի ասածը ոչ մի բանի տեղ չէր դնում, իր արքայությունն էր կառուցում։ Անդրադառնամ, եզրափակեմ Սեփֆորա, Մարիամ, օգնականներ էին, կին օգնական, քույր օգնական, լավ օգնականներ, լավ օրհնող մարդիկ, լավ ստացվում է ամեն ինչ որ անում են, բայց ինչու պետք է անպայման հպարտանալ, ինչու պետք է անպայման ծառայողի դեմ խոսալ ու ամեն ինչ ապականել։ Ես չեմ ասում, որ հենց այդպես էլ եղել է հիմա ինչ որ ասելու եմ, չեմ պնդում, որ հենց այդ մտքերը իրենք ունեցել են, այդպես է որ կա, բայց հնարավոր եմ համարում։ Աստծո խոսքի համատեքստից այդպես երևում է ուղղակի։ Հիշում եք, չէ՞ որ ասեցի, Մովսեսը Եգիպտոսից փախած անապատում, այդպես ջերհորի մոտ, թաքնված, վատ վիճակով, հոգնած, չէ՞, ինչ արեց, օգնեց։ Սեփֆորային իրանց հոր հոտերն էին արածեցնում, այդպես։ Մադիամն էլ, Մադիամը չէ, կներեք, Մադիամի քահանա էր, հոթորը աները Մովսեսի, ընդունեց Սեփֆորայի հետ ամուսնացան, միգուցե հնարավոր է, չեմ պնդում, բայց գուցե Սեփֆորան մտածում էր, որ ես ու իմ հոր տունը չլինենք, դու ինչ էիր անելու, որտեղ հիմա կլինեիր։ Համարյա ոսկե ցլիկ էր անում, էլի, հիշում եք այն հայկական ֆիլմը ոսկե ցլիկը կա, չէ՞ տենց։ Այդ կինը որ ասում է տուր, ասում է չեմ տա։ Եղբոր համար ուզում եմ որ ցլիկ տա, էլի, ասում եմ տուր, ասում եմ մոռացար, գժվել ընկել է իր չոլերը։ Ու տենց մի բան, էլի։ Հայ, ասում եմ, սենց էլ բայղուշ կլինի։ Խեշ մարդուն չի տողում ացուտի։ Ու տենց նման է չէ իրար։ Այն որ քթից բերում էր, էլի։ Աղասի տուր, չեմ տա։ Մովսես։ Չէ, Սեփֆորա, թող թլպատեմ ես երեխուն, չէ, կավլիցի չլինի, Սեփֆորա, հիշի Աստված մեր հարցերը լուծելու է սրա պատճառով։ Լսի, որ ասում են թող էլի, Աստծո մարդ, Աստծո առաջնորդ, փառք Աստծուն, ամեն։ Սրանք այն մարդիկ էին, որոնք լավ բաներ ունեին արած, բայց տվեցին, ավերեցին, ապականեցին։ Մարիամը, Այտենց մի քիչ էլի պատկերացումով չէ, նկարագրեցինք, վազել էր, զամբյուղին զուգահեռ, գնացել էր, ճշտել էր, ոչ ոք իրան չէր ասել, գիտեք, որ չկա գրված, որ Ամրամը կամ Հոքաբեթը ծնողները Մովսեսի ասեցին, Բալիկ ջան, էլի գնատես այդ զամբյուղը ուր է գնում։ Ինքը իրան այսպես նախաձեռնող էր։ Ոնց որ կողմնորոշվեց, միտքը աշխատեց։ Մի հատ էլ բան ասեմ, լավ։
Ես այդքան շատ չեմ օգտագործում այդ բաները, բայց ոչինչ, այս անգամ ասեմ, պատմությունից է հայտնի, Բիբլիայում գրված չի։ Հրեա պատմիչները ասում են, որ հենց այնպես չէր, որ Մարիամի մասին գրված է մարգարեուհի, ինքը փոքր ժամանակ իր պապային ասել էր, դու կունենաս մի որդի, որը ազատելու է Իսրայելին իր թշնամիներից։ Եվ պատմիչները ասում են, ինքը վազում էր, որ տեսնի իր մարգարեությունը, ոնց է իրականանալու։ Լավ, հավես բան է։ Գրված չի Բիբլիայում, շեշտում եմ, ես ասում եմ սենց բաները, ես անպայման շեշտում եմ։ Բայց կա, չէ, պատմությունից էլ հայտնի բաներ կան, որոնք բխում են Աստծո խոսքից։ Մարիամը գնում էր իր մարգարեության հետևից, որ տեսնի ինչ եղավ, որտեղ ինքը պապային ասել էր, ոնց բացառված է, որ Մովսեսի կոկորդիլոսների բաժին չի դառնալու։ Իհարկե, հոգաբեթը եւս հավատքով հանձնում էր Աստծուն։ Բայց Մարիամի մասին այսպեսի բան կա։ Սիրուն պատմություն, բայց դա ինչու էր պետք ապականել այդպես վերջում։ Սիրելիս, մի մրցակցի, մի համեմատվի։ Գիտեք, այստեղ բազմաթիվ հրաշալի մարդիկ հավաքված եք, կան տնային խմբակներ, կան տնային խմբակի ավակներ, կա հովիվը, կան ծառայողները։ Գիտես, Աստված քեզ վստահել է, այն ինչքանի մեջ վստահել է, այդքանի մեջ հավատարիմ եղի։ Որովհետև փոքրի մեջ հավատարիմին մեծը տրվում է, փառք Տիրոջը։ Անկամ եթե առաջնորդը ինչ-որ բան այնպես չանի, առաջնորդը ինքը իր ասողը ունի, ինքը իրան շտկողը ունի, հանգիստ տեղի։ Կա Աստված, կա Սուրբ Հոգին, կա Աստծո խոսքը, կա առաջնորդի ղեկավարը, մարդ առաջնորդը, ամեն բան իր տեղում է։ Բտ քեզ տրված չի, քո գործը չի, ես չեմ ասում, որ բերաններս փակ, ինչ-որ ձայնազուրկ մեկը լինենք, հասկանում եք, չէ, այդպես չէ։ Ես ինքս բաց մարդ եմ առաջարկությունների համար, ես նույնիսկ ծառայողներին, ավակներին ասում եմ, սիրելիներ, ասեք, ինչ որ բան կա, եկեք, նկատում եք, ասեք, առաջարկություն արեք, բայց ասելուն ճիշտ ձև կա, ամեն ինչին ճիշտ ձև կա։ Փառք Աստծուն, ամեն։ Եվ այն մարդկանցից ամենահեզ Մովսեսը գրեց. ձեր պատճառով Աստված ինձ չթողեց, որ ես մտնեմ Քանանի երկիրը։ Գիտեք ինչու? Որովհետև առաջին անգամ ասել էր մի անգամ խփի գավազանով ժայռին, որ ջուր դուրս գա, այդ անգամ նորմալ եղավ, որտեղ Աստծո հրահանգն էր։ Երկրորդ անգամ Աստված ասեց խոսիր ժայռին։ Երկրորդ անգամ Մովսեսը պետք է ուղղակի խոսք ասեր, երկու անգամ գավազանով խփեց ժայռին ու գրված է Թվոց 20-րդ գլխում է, հետո կկարդաք, ասում է այ ապստամբներ, ստեղն էին հասցրել այդ հեզ մարդու, ուզում եք ձեր համար ժայռից ջուր հանենք, շեղք, երկու անգամ, Աստված ասել էր մենակ խոսաս, դրանից հետո Աստված ասեց արի հելը, դու ինձ չփառավորեցիր, այն հեզահոգի Մովսեսը ուր է, որովհետև այդ անգամ Աստված այդպես էր ուզում, ոչ մի ուժի դրսևորում, ոչ մի Մովսես քո մասնակցությունը, պետք չի, մենակ խոսք, այդ ժամանակ պետք է Աստծո խոսքի հեղինակությունը բարձրանար, նոր էտապ էր սկսվում, այդ ժամանակ Աստված խնդիր էր դրել, որ ժողովուրդը խոսքի զորության մեջ մեծանա, աճի, որ խոսքն էլ ասես բավականա, բայց ասում են դուք նորից հին ձևով շարժվեցիք, դու թույլ չտվեցիր, որ ժողովուրդը տեսնի այդ բանը, դու անպայման նորից նենց արեցիր, որ առանց քո մասնակցության ոչ մի կերպ, ասում են չհավատացիք ինձ ու չփառավորեցիք, շատ ուժեղ կարդացեք, ասում են դրա համար դուք չեք տանի այս ժողովրդին, ուրիշ մարդ կգա, հեսուն կտանի, մի հատ քայլ, մի հատ հեզության անկում, այդ հեզահոգի մարդը չմտավ, ովքեր կժառանգեն երկիրը, հեզերը կժառանգեն երկիրը, ինչու Մովսեսը չժառանգեց Քանանի երկիրը, երկնքում է փառք Աստծուն, երկրի վրա նկատի ունենք, հասկանում եք, որ սրա պատճառով կարող է տենցել քո Քանանը չմտնես, վայ, ես ինձ էլ եմ ասում, դուք չմտածեք, որ ես տենց հեշտ ու հանգիստ մարդ եմ եղել սիրելիներ,
Չեմ պատմի մեր կինոները, ավարտում ենք արդեն։ Հիմա փառք Աստծուն լավ է, բայց շարունակում ենք փոխվել։ Մի հատ քայլ, մի հատ հեզության անկում եւ Մովսեսը չմտավ Քանանի երկիրը, չժառանգեց այդ երկիրը։ Ցավալի է, բայց փաստ։ Բայց ոչ ուժներ պակաս, ոչ աչքի լույսներ պակաս, ամեն ինչ կար, տեղներ։ Այդպես։ Վերջում Սեփորային եւ Մարիամին ոչ թե հակադրելու, այլ զուգահեռներ ուղակի տանելու, Ելից 17-ի 12-ն եմ կարդում, մեկ այլ զույգ օգնականների, մեկ այլ մարդկանց մասին օգնականներ։ Այդպես Մովսեսի ձեռքերը ծանրանալիս մի քար վերցրին ու դրեցին նրա տակ, Մովսեսը նստեց դրա վրա, իսկ Ահարոնն ու Օվրը մեկը այս կողմից, մյուսը այն կողմից նրա ձեռքերից վեր բարձրացրին, այնպես որ մինչև Արեգակի մայր մտնելը նրա ձեռքերը մնացին վեր պարզված։ Եկեք մի հատ նկար դիտենք, որի անունը դրել եմ հաղթանակ։ Եվ հենց այս դրվագն է, այնքան սիրուն է, հել նայեք, Մովսեսն է, այս են դրվագն է, որ Հեսուն ներքևը, տեսնում եք, ընդեղ փոքր մարդիկ կան, ընդեղ պատերազմ է նկարված, Հեսուն ներքևը Ամաղեկի դեմ պատերազմում է, ասում է, հենց Մովսեսը ձեռքերը պարզում էր վեր գավազանով, Հեսուն էր հաղթում, հենց Մովսեսը հոգնում էր, որտեղ դժվար է, իջեցնում էր, Ամաղեկն էր հաղթում, Օվրն ու Ահարոնը տեսան, որ այդպես է, տեսեք, քարը դրին Մովսեսը նստեց, ամեն մեկը զգում եք ինչ լավ է, ձեռքերը վեր պարզած պահում են, ասեմ ձեզ, նույնիսկ այս դեպքում էլ էլի դժվար է Մովսեսի համար, նես չի որ, էլի հոգնում էր, բայց արդեն էլ չէր կարա ներքև իջացներ, օգնականները պահում են, ու պատկերացնում եք, ամեն մեկը մի ականջի տակ, ամեն մեկը մի ականջից կողքից ասում է, պաստոր, մի քիչ էլ դիմացի, լնայի Հեսուն ինչ անում, հաղթում ենք, բան չմնաց, հովիվ, մի քիչ էլ դիմացի, մի թուլացի, հաղթում ենք, հալելույա, բան չմնաց, փառք Տիրոջը։ Այս ինչ լավ տղերք էին։ Սիրելիներ, առանց այդ էլ մեր բարդ գործը մի դժվարացրեք։ Եկեք ոտքի կանգնենք։ Բարդ հարաբերական եմ ասում, որովհետև Աստծո հետ դժվարները հեշտանում են։ Եվ Տեր Հիսուսը ասում է, որ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև է։ Նկատի ունեմ, այսպես սուլելով մատերը, պտտելով կամ սենց հեշտ ու հանգիստ ոտքը ոտին գցած չենք ծառայում։ Ջանք կա, ծոմո աղոթք կա, վազել կա, չէ, փառք Աստծուն, մենք տեղյակ ենք, գիտենք Հովի եւ մյուսների ծառայությունը ինչպես է, ընդհանրապես Աստծուն ծառայելը ինչ է։ Աղոթելու ենք սիրելիներ եւ հետո ես խոսափողը կհանձնեմ Հովիվ Պավելին, աղոթելու ենք, որ ես հավատում եմ, եթե թեկուզ նշույլ իսկ ինչ որ մտքեր ունեցող մարդիկ կային, ինչ որ բաների հետ կապված եկեղեցում, հովվական ընտանիքի հետ կապված, ցանկացած բանի առումով, հասկանում ես, թող դրանք արմատից կտրվեն։ Միաբանությանը խփող, կոնկրետ հիմա ես եկեղեցու մասին եմ խոսում, Արմավիրի եւ ինչու՞ չէ, նաեւ մեծամորի համար էլ կաղոթենք, փառք Աստծուն։ Այստեղ այս տարածաշրջանում հովվական ընտանիքը, որտեղ որ ծառայում է, իրենց առաջնորդության տակ գտնվող ժողովրդին միաբանությանը նշույլ իսկ խփող մի բան արմատից կտրվի սիրելիներ։ Եվ եթե դու այդպիսի մարդ ես, որ այդպիսի մտքեր ունես, հեռուն հետիր, միաբանվիր, Օվրի եւ Ահարոնի պես եղիր։ Ամեն։ Մենք սա ենք աղոթելու։ Համաձայն եք։ Սիրելի Տեր, շնորհակալություն ենք հայտնում քեզ։ Մեր Հայր, մենք հիմա բերում ենք ամբողջ եկեղեցին քո սուրբ ձեռքերի մեջ, իրականում գտնվում է քո սուրբ ձեռքերի մեջ, մեր հանձնելով չէ, սիրելի Տեր։ Մենք աղոթում ենք Արմավիրի եւ Մեծամորի եկեղեցիների համար եւ օրհնելով օրհնում ենք քո սուրբերին, քո ժողովրդին, խնդրելով սիրելի Տեր, որ հեզության հոգին բարձրանա, որ հեզահոգի լինենք ամեն մեկս,
այս եկեղեցում գտնվող յուրաքանչյուրը, ծառայողական թիմը, ժողովուրդը լինեն հեզահոգի Տեր, որ սա մի հզոր զենք է քո կողմից տրված, հզոր զենք եւ բարեպաշտ որակ եւ Տեր Հիսուսի որակը, սիրելի Սուրբ Հոգի, սա Սուրբ Հոգու պտուղի մեջ է մտնում, մենք խնդրում ենք, որ դու ձևավորես այս եկեղեցում, ծառայողներից մինչև ժողովուրդը, փոքրից մինչև մեծը, ամեն մեկի կյանքում ձևավորես հեզությունը, որը մի զորավոր զենք է, մի հրաշալի բնավորության գիծ, որին Տերը մեծ ուշադրություն է դարձնում, որպեսի մեր օրհնությունները չխափանվեն Տեր, որպեսի այս ժողովրդի Քանանի երկիր մտնելը չուշանա եւ չխափանվի հանկարծ, օրհնես Տեր հովվական ընտանիքը, օրհնես բոլոր ծառայողական թիմը, ընտանիքներով հանդերձ եւ օրհնես ամբողջ ժողովուրդը Տեր, շնորհակալ ենք մեր Հայր, սիրելի Սուրբ Հոգի, թող այս խոսքը լինի պատվաստման նման, որ եթե կլինեն այդպիսի մտքեր, երբ որ թշնամին կբերի այդպիսի մտքեր, ժողովուրդը արագ զանազանեն բարին չարից եւ մի կողմ նետեն այդ մտքերը, արմատից կտրվի ամեն միտք, որը փորձում է երկպառակություն մտցնել։ Տեր Հիսուսի անունով ենք խնդրում մեր Հայր եւ հռչակում ենք կատարյալ միաբանություն, Աստծո ուզած միաբանությունը, Աստծո սերն ու քաղցրությունը, Տիրոջ ներդաշնակ փոխհարաբերությունները, երկնային փոխհարաբերությունը այս եկեղեցում բոլորը բոլորի հանդեպ շնորհակալ ենք Տեր եւ թող ինչպես քո խոսքի մեջ գրված է ամեն մեկը իր դիմացինին իրենից լավ համարի քեզ փառք Հավիտյան Տեր Հիսուսի զորավոր եւ փառահեղանունով ամեն 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 Փառք Աստծուն Տիրոջը ջերմ ծափարենք սիրելիներ Ես հավատում եմ որ այսուհետև հեզությունը այլևս անտեսված չի լինի Փառք Աստծուն Պավել եղբայր ջան Տերը շատ օրհնի մեր Էձիկ եղբայրը շատ ճիշտ շատ առողջ ծառայություն Ինչքան լավ է, չէ՞ որ Տիրոջ տան մեջ գոյություն ունեն պարգևներ Բոլորդ էլ կարդում եք Աստվածաշունչը, չէ՞ Բայց ինչ որ հիմա Հովեձիկը խոսեց, դուք կարդացել եք այդ մասին Դուք այդ մտքերը ստացել եք Այդ դրա համար է պետք, որ Տիրոջ տան մեջ լինեն Սուրբ Հոգու 5 ծառայության պարգևները ուսուցիչներ, հովիվներ, ավետարանիչներ, մարգարեներ եւ առաքյալներ Սուրբերի կատարելության համար եկեղեցու շինության համար Այս դրա համար են պետք պարգևները, դրա համար է պետք որ դու լինես եկեղեցում Տանը նստած կարդալով դու այսքան բան չէիր հասկանա Ամեն Փառք Տիրոջը մի շաբաթ, երկու շաբաթ ես աղոթում եի, մտածում եի, ասում եմ Տեր, ումը հրավիրեմ, որ հովին ու երկու շաբաթ Էձիկին, երկու շաբաթ զգում եմ հոգու մեջ Էձիկին ու հիմա հասկացա թե Աստված իրոք իր պարգևներով գործ անում իր եկեղեցիների մեջ Փառք Տիրոջը, շատ օրհնված ենք, Հով Էձիկ, Անժելա ջան, Տերը ձեզ շատ օրհնի Շատ հետարքիր էր, շատ խորն էր, թեև ես գիտեի, որ Հով Էձիկը սենց փորում մտնում Աստվածաշնչի խորքերը, բնագրով, բանով սենց պտտվում, հանգարց մի խոսք էլ լսի, որ այն չի Հով Էձիկը շուտ բռնում է այդ խոսքը ու մի քանի անգամ տեսել եմ ինտերնետով հարցա տալի, ես որ դու ասում ես սա ճիշտ չի, կամ սենց մի բաներ կա էլի։ Փառք Աստծո, Հով Էձիկ, իրոք Օրհնյալ լինի Տերը, որ ունի քեզ պես պարգևներ, թող Տերը օծի ձեզ, օրհնի ձեզ, ձեր ծառայությունը, ամեն, փառք Աստծո։ Մի խոսք էլ կպավ սրտիս, այո, փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Մի խոսք կպավ սրտիս 2 րոպե, ես էլ երկու բան ասեմ ու վերջացնենք մեր ծառայությունը։ Հայրական սրտի մասին է խոսքը, հիշում եք, երբ որ Դավիթը տեսավ, որ իր Ամնոն որդին բռնաբարեց իր Թամար աղջկան։ Ներեց, գրված է, որ մոռացավ, ներեց տարիների մեջ։ Հետո Աբիսողոմը տեսավ, որ հայրը իր քրոջ համար ոչ մի պատիժ չտվեց Ամնոնին, վերցրեց ու սպանեց Ամնոնին Աբիսողոմը։
3 տարի հետո հայրը Աբիսողոմին էլ ներեց։ Հիշում եք, եւ ուզեց տեսնել։ Բայց Աստված ասում է, ես մարդ չեմ, որ սուտ խոսեմ, ոչ էլ մարդի որդի, որ ասեմ եւ չանեմ։ Մենք տեսնում ենք Ամնոնն էլ մահացավ, Աբիսողոմն էլ մահացավ։ Թեև Հովաբը սպանեց, բայց մահացան իրենց մեղքերի պատճառով, բայց հայրը Դավիթ թագավորը մոռացավ, ներեց ու սիրեց։ Երբեմն մենք էլ մարդ ենք, ներում ենք մեր երեխաներին, բայց Աստված ամեն բան նայում է։ Ասում է, ես մարդ չեմ, որ ասեմ եւ չանեմ կամ զղջամ։ Դրա համար զգուշ լինենք Աստծո առաջ, սիրելիներ ջան, եւ իրականում մենք խոսքը հիշենք, որ նաեւ Հիսուս ասում է, ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ, բեռնավորվածներ, այս աշխարհը բոլորիս է հոգնեցնում եւ բեռնավորում։ Չէ՞, կա տես բան։ Ով որ ծնված է այս աշխարհում, անգամ թագավորները, նախագահները, սենց ասեմ, նրանք ավելի բեռնավորված են։ Տերը ասում է, եկեք ինձ մոտ ամեն հոգնածներ, բեռնավորվածներ եւ հանգիստ կգտնեք, բայց ձեր վրա առեք իմ լուծը, որովհետեւ ես հեզ եմ, նաեւ սրտով խոնար։ Այսինքն ինձ նմանվեցեք, հեզ եղեք, սրտով խոնար։ Եթե ես ամենակարողս հեզ եմ, սրտով խոնար, դու ով ես, որ մեծամիտ ու հպարտ լինես, որ հողու փոշուց եմ քեզ ստեղծել։ Ամեն։ Եկեք ուղղակի որոշենք լինենք հեզ եւ սրտով խոնար եւ հանգստություն կգտնենք, խաղաղ կապրենք, մեր աղոթքները կսկսի աշխատել։ Հովեձիկը իրոք շատ լուրջ կետերով սենց բացատրեց, որ իրոք տանը հանգիստ մի հատ նստեք ինտերնետով նայեք, հուսով ենք, որ ինտերնետում կլնես ծառայությունը եւ մեծ հայտնություններ կգտնեք։ Ես չգիտեմ իմ նայելով, որպես եկեղեցին շատ խաղաղ, նորմալ վիճակի մեջ է։ Չկա խառնաշփոթներ, չկա բունտեր, չկա հակառակություններ։ Փառք ասում, բայց ով գիտի մարդու սիրտը, խորամանկ է սիրտը եւ ամենից ավել ապականված։ Նրանով կարա հասկանա։ Եթե դու միայն սատանայից մտքերս ընդունում հակառակության ու չարության, միգուցե Աստված դրա համար այսօր պատրաստել ես խոսքը, որ քո ներսից դուրս անես հակառակության չար մտքերը, որը բերելու է բաժանություններ, որը շատերի անկման առիթ է հանդիսանալու։ Միգուցե խնդիրներ կա, դրա համար Աստված նախորոք զգուշացնում։ Ամեն։ Դրա համար զգուշություն արա, եթե ներսդ հակառակություն կա, քննադատություն կա, մանավանդ Հովի նկատմամբ, որտեղ ես գիտեմ, որ սատանան ամեն ինչ անելու է, որ Հովի նկատմամբ հակառակություն լինի, որ քեզ գցի։ Խոսք կա, ասում եմ, խփեմ Հովին եւ հոտը ցրեմ։ Դրա համար զգուշացի մտքերը հակառակության, չարության դա Աստծուց չի գալի։ Դա սատանայից է գալի։ Իսկ եթե Հովի մեջ խնդիր կա, ոնց Մովսեսը չմտավ խոստացված երկիր, Աստված գիտի իր Հովի հետ ոնց վարվի։ Ամեն։ Դու չէ որ դի պատժես Հովին Աստված է պատժում, եթե տեսնում է, որ չի ապաշխարում։ Փառք մեր Հիսուսին։ Տերը օրհնի բոլորիդ, եկեք մի անգամ էլ ծափարենք Տիրոջը։ Տերը օրհնի, եկեք գոհությամբ մի երգել վերցնենք, Աստծո հետ եղեք, աղոթեք, եթե մեղքեր կան, ապաշխարեք, հետո ընդհանուր ես էլ միաբան կարճ կաղոթենք ու կվերջացնենք։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Քո ամոթը
Հալելույա, Արավոր Հիսուս, խոնարհվում ենք քո առաջ եւ ասում ենք գոհություն, փառք ու պատիվ քեզ։ Շնորհակալ ենք այս ծառայության եւ այս խոսքերի համար։ Ես հավատում եմ, Տեր, որ դու քո խոսքը դնում ես քո ժողովրդի սրտի մեջ, որպեսզի նրանց պատրաստես ավելի մեծ օրհնությունների համար, ավելի առաջ գնալու համար։ Եվ ես խնդրում եմ Սուրբ Հոգի, որպեսզի շրջես այս վայրում եւ այս խոսքեր իրականում ամեն մեկի սրտի խորքերում թող Տեր հաստատվի, որպեսզի ամեն մեկը հասկանա եւ իր անձը ուղի եւ իր մտքերը ուղի, որովհետեւ գրված է, որ չարություն մտածելը մեղք է։ Եվ ամեն չար մտքեր, ամեն սխալ մտքեր մենք գերի ենք բռնում Հիսուս Քրիստոսին հնազանդվելու համար։ Մենք վռնդում ենք ամեն հակառակ միտք եւ հրճակում ենք սատանա քո պարտությունը Աստծո ժողովրդից, Աստծո եկեղեցում դու պարտված ես սատանա, որովհետեւ նա որ մեր մեջ ավելի զորավոր է, քան դու որ աշխարհում ես։ Որովհետեւ ամեն գործիք հակառակ մեզ չի հաջողվի եւ ամեն լեզու հակառակ մեզ կդատապարտվի, որովհետեւ մենք հնազանդվում ենք Աստծո խոսքին եւ հակառակվում ենք քեզ սատանա, եւ դու փախչում ես մեզանից Հիսուսի անունով։ Փախչիր հենց իմ Աստծո ժողովրդի կյանքից, նրանց ընտանիքներից, նրանց տուն ու տեղից ունեցվածքից, նրանց ֆինանսական աղբյուրներից, նրանց կոչումից եւ ծառայությունից, նրանց ընտանիքի անդամներից Հիսուսի անունով սատանա, մենք վռնդում ենք քեզ եւ ասում ենք հեռացի եւ այլևս ետ չվերադառնաս։ Որովհետեւ Աստծո արքայության միջի ամենափոքրը ավելի զորավոր քան դու սատանա որ ես աշխարհում ես։ Եվ մենք հենց հիմա Աստծո խոսքով որ մեր Տերը դրել է մեր բերանում, մենք խլում, պոկում, փչացնում ու կորցնում ենք սատանա քո բոլոր ծրագրերը, պլանավորումները, բերդերն ու ամրոցները, մեր կյանքի բոլոր ոլորտներից։ Եվ փոխարեն Աստծո խոսքով, որ մեր Տերը դրել է մեր բերանում, մենք շինում եւ տնկում ենք Աստծո կամքը, Աստծո արքայությունը, Աստծո լույսը, Աստծո տված խոստմունքները, տեսիլքները, մարգարեությունները եւ թող գա շինվի տնկվի մեր կյանքի բոլոր ոլորտերում, մեր երկրում, մեր երկրի ժողովրդի մեջ, մեր երկրի իշխանության մեջ, թող Աստծո կամքը կատարվի Հիսուս Քրիստոսի անունով։ Հարավոր Աստված, փառք ու պատիվ քեզ, օծիր այսօր քո ժողովուրդը, սրբիր այսօր քո ժողովուրդը քո այրունով, զորացրու քո ժողովուրդը ավելի մեծ բաների համար, ավելի մեծ օրհնությունների համար, առաջ գնալու համար, թող ամեն թուլացած սիրտ հենց հիմա զորանա Հիսուսի անունով։ Հալելույա, փառք ու պատիվ քեզ Տեր։ Ամեն, փառք Հիսուսին։ Տերը օրհնի ու զորացնի ձեզ։ Ես հավատում եմ, որ Տերը զորացնում է այսօր ձեզ, որպեսզի դու այստեղից զորացած գնաք եւ ավելի օրհնված լինեք եւ ավելի պտղատու լինեք։
Ամեն ուշադրություն դարձրեք ձեր մտքերին։ Չար մտքերը մերժեք։ Ձեր ձեռքը դրեք ձեր գլխին ու մերժեք։ Բարի մտքերը օրհնեք, որ ձեր մտքերի մեջ այնինչ բարի է, այնինչ սուրբ է, այնինչ լավ է, այն մտածեք։ Ֆիլիպեցիս 4-րդ գլխում 5-րդ խոսքը, 5-6 խոսքեր ասում է, որ եւ խաղաղության Աստված ձեզ հետ կլինի։ Երբ որ բարի բաներ մտածեք։